Ողջույն, իրավական ակտերի նախագծերի կայքում հրապարակվել է կառավարության հեղինակած իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայցակարգը։ Ընդդիմությունը այս փաստաթուղթը ըստ էության որակում է որպես հայ ժողովրդի ինքնությունը փոխելու, ազգային արժեքները ուրանալու, ինչպես նաեւ արվեստի գործերի գրաքննության մասին փաստաթուղթ, մինչդեռ կառավարող ուժը այն համարում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումից բխող ներքին փաստաթուղթ։ Օրինակ հայցակարգի ընդունման դեպքում պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակերպության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը, սա փոքրիկ նշում էր այդ տեքստից։ Կա նաև հետևյալը պատերազմի եւ ռազմականացման խոսույթը հիմնված է մյուսի ապամարտկայնացման վրա, անհրաժեշտ է ցույց տալ ռեգիոնը նաև իր ընդհանուր շահերով, այդ թվում տնտեսական։ Իրականում ինչի մասին է այս հայեցակարգը, Factor TV-ում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Մարիա Կարապետյանը, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ Քրիստինե Վարդանյանը, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր։ Շնորհակալ եմ, որ Factor TV-ի հրավերը ընդունել եք։ Տիկին Կարապետյան, ես սկսեմ միանգամից սուր հարցով, հա։ Սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է, այսպես ասենք, ազգային պայքարի, հայի մեր իմացած ինքնության, հայապահպանության, հայրենիքի պաշտպանության գաղափարախոսությունից եւ ոչ թե մենք ըստ ձեզ պետք է դիմակայենք Ադրբեջանին, այլ այսպես ասենք համակերպության միջավայր ձևավորենք, արդյոք սա այսպես ասենք պարտվածի հոգեբանության օրինականացում չէ, եթե ոչ, ապա ինչ է։ Ահա, շնորհակալ եմ։ Նախ պետք է մոտավորապես 3-4 րոպե բացման, հետո տիկին Վարդանյանը պատասխանի ու ասենք ավելի ակտիվ։ Շատ բարի։ Նախ պետք է շեշտեմ, որ մի քանի գաղափար իրար հետ փոխկապակցված են։ Խաղաղության օրակարգը այն բազային օրակարգն է, որով նաև մենք ընտրվել ենք 2021 թվականին, գիտեք, երբ փեղկեր մեր մանդատը խաղաղության օրակարգը եւ օրենքի եւ իրավունքի դիկտատուրան։ Սա մեկ։ Խաղաղության օրակարգից արդեն տարիներ անց 3 տարի, հա, մոտավորապես մենք ձևակերպեցինք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը մեր կուսակցության ծրագիրն է դարձել։ Այս վերջին նաև համաժողովին ընդունեցինք, եւ ահա այո, շրջանառության մեջ է դրել կառավարության որոշում, որը իրական Հայաստանի գեղագիտության, տեղորոշման եւ աջակցման մասին է, այն դեռևս չի ընդունվել, այն դրված է հանրային քննարկման։ Եվ նրա իմաստը, այս վերջին փաստաթղթի իմաստը այն է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը մենք որպես կառավարող ուժ իրացնում ենք իրավական քաղաքական մեթոդներով, բայց այն նաև ունի ուրեմն սոցիալ հոգեբանական, մշակութային դրսևորումներ, որոնք եւս պետք է իրացվեն եւ ուրեմն կառավարությունը իր որոշմամբ ուղենիշ է տալիս, հայացակարգ է տալիս, թե կառավարության ծրագրերը ինչին պետք է համապատասխանեն։ Այսինքն այստեղ խնդիրը, քանի որ նաև այդպիսի քննադատություն կա, որ ես կարծում եմ այսօր դուրս կարող է մնալ այսօրվա քննարկումից, քննադատությունը այն է, որ գուցե ոնց որ ցանկություն կա կառավարելու ոլորտներ, որոնք չպետք է կառավարությունը կառավարի, արվեստային, մշակութային եւ այլ ոլորտներ։ Օրինակ, ուզում եմ ընդգծել այն ներկայացումները, որտեղ օրինակ թուրքերը կամ ադրբեջանցիները ներկայացում են բացական։ Պետությունը ոչ մի ներկայացում չի կարող արգելել, ոչ մի ներկայացում չի կարող արգելել։ Պետությունը կարող է, այո, սեփական ֆինանսավորման հայեցակարգային ուղենիշային ուղղությունները հստակեցնել։ Ընդհանրապես սա ցանկանում եմ հստակեցնել եւ նաեւ պետք է ասեմ, որ այս խաղաղության օրակարգը իրական Հայաստանը փոխկապակցված է նաեւ մեր ուրեմն վերջերս հռչակած 4-րդ հանրապետության գաղափարի հետ, այստեղ էլ իհարկե փոխկապակցվածություններ կան եւ արդեն գալով ձեր հստակ տված հարցին, դուք պայքար բառը, հա, ազգային պայքար բառը շեշտեցիք, ինքնության պահպանությունը, հայրենիքի պաշտպանությունը եւ պարտվածի հոգեբանությունը։ Երևի վերջինից սկսեմ, ես կարծում եմ առհասարակ այն ինչ հիմա Հայաստանի կառավարող ուժը անում է, Հայաստանի կառավարող ուժերը քաղաքական դաշտը պետք է աներ 91 թվականից ի վեր, եթե ոչ նաև անկախության շարժման փուլում, այսինքն նայեր մեր քաղաքական միտքը ինչի ծնունդ է, իսկ այն մեծամասամբ հայ ազատագրական պայքարի ծնունդն է, որը շատ կարևոր է, երբ դու պետություն չունես, այո, ազգերը, որոնք պետություններ չունեն, իրավունք ունեն
ուրեմն քաղաքական այդպիսի հայեցակարգ ունենալու, սեփական ազգի ազատագրման եւ պետականության կառուցման։ Բայց այն պահից, երբ որևէ ազգ իր ազատագրական պայքարի որպես վերջնարդյունք, պտուղ արդյունք ելք ստանում է պետականություն, այստեղ պետք է մեծ վերանայման ինքնահայեցման փուլ անցնի, որովհետեւ պետությունները ազատագրված բաներ են, իրենք դեռ այլևս ազատագրվող բաներ չեն, եւ եթե շարունակեն ուրեմն ազատագրման որպես պետություն չունեցող ազգի ազատագրման օրակարգը, ապա մեծ հավանականությամբ իրենց կվերադարձնեն այն վիճակին, որում անհրաժեշտ է ուրեմն ազատագրվել։ Սա ապա թշնամայնացման ծրագիր է, այսպես ասենք, ադրբեջանցիների եւ թուրքերի հետ։ Սա մեր ներս նայելու մասին է, որը իհարկե նաեւ որոշում է, կանխորոշում է մեր եւ աշխարհի հարաբերությունները, բայց սա նախ եւ առաջ ինքներս մեր մասին է եւ հետո մեզ հասկանալուց հետո մեր եւ աշխարհի հարաբերությունների։ Ես այդպես չէի ձևակերպի, որովհետեւ ավելի շատ պակասության ծարավով չապրենք պանդխտության, տարագրության, հայրենիք փնտրելու այդ զգացումով չապրենք, այլ հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ամբողջի մասն է, այլ Հայաստանի Հանրապետությունը ամբողջն է։ Այդ կիսատության զգացողությունը չունենանք եւ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը տեսնենք որպես մեր իղձերի իրականացած տարբերակ, ընդ որում ոչ թե մասնակի, այլ ամբողջական։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան։ Տեսեք Տիկին Վարդանյան, ձեր քննադատությունը ո՞րն է այս հայեցակարգի դեմ։ Բնական չի, որ Ադրբեջանի հետ գնալով խաղաղության Հայաստանի կառավարությունը պետք է, այսպես ասենք, ապաթշնամացման քաղաքականություն վարեր, ասենք չֆինանսավորել պատերազմի կամ վրեժի, այսպես ասենք, քարոզչությունը եւ նաեւ մշակույթի, գեղագիտության, ընդհանրապես մեր կյանքի ապրելակերպի մեջ, այսպես ասենք, խաղաղության գործիքակազմ մտցնել, հա, որը կնպաստեր խաղաղությանը եւ ոչ թե պատերազմի շարունակմանը։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես պիտի փորձեմ ներկայացնել կոնցեպտուալ հակասությունները եւ խնդիրները, որը առկա է իշխող ուժի նարատիվների մեջ եւ այն հայեցակարգերի մեջ։ Հիմա կառավարության որոշումից խոսեցիք, բայց դա դետալն է այն քաղաքականության, որը տարվում է։ Ես այս ֆորմատի խոսակցությանը բանավեճին, եթե կուզեք, համաձայնվել եմ մի պարզ պատճառով, ցույց տալու համար ինչ է տեղի ունենում եւ սիրուն ճռճռան անունների տակ ինչպես են մեզ ուղակի մատուցում դենացիոնալիզացիայի ծրագիր։ Այսինքն, մեզ ասում են իրական Հայաստան, 4-րդ հանրապետություն, ինչ որ նոր սկիզբ են ակնարկում։ Խնդիրը ո՞րն է այստեղ։ Խնդիրը այն արհեստական հակադրությունն է, որ մարդիկ առաջ են բերել այդ կոնցեպտներով, տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում կան ուժեր, ովքեր դեմ են բանակցություններին եւ ասում են, որ գալու ենք Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ ենք հայտարարելու, չենք բանակցելու։ Տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում կան ուժեր, ովքեր ասում են, պետք է թողնել հիմիկվա Հայաստանը, չենք ճանաչում նրա սահմանները, տարածքը, պետք է մուշը, վանը, արդահանը գնանք գրավենք եւ բերենք։ Տպավորություն ստեղծելով, որ մարդիկ չեն գնահատում Արագած լեռը եւ ասում են, որ միջև Արարատը չլինի, մենք երջանիկ չենք լինի։ Սա կեղծ հակադրությունները եւ այս ֆորմատը նաեւ նրա համար է, որ ցույց տա, որ դրա հակափաստարկներ ուղղակի չկա։ Հիմա իշխող ուժը թողասի ովքեր են այդ ուժերը, որ այդպիսի հայտարարություններ են արել։ Հիմա կպատասխանի իր հերթին, ովքեր են այդ ուժերը, որ այդպիսի հայտարարություններ են երբևէ արել եւ ինչ նման նարատիվներ եղել։ Խնդիրը այլ բան է։ Ես հարց ունեմ, բարձ հարցեր են իմ տված հարցերը, այս գեղեցիկ բառերից եւ այլնից զատ իրականությունը։ Ինչպես է ստացվում, որ ձեր հայեցակարգը, ձեր ստեղծած իրականություն են դառնում Ադրբեջանի բոլոր պահանջները։ Այդ ինչ Հայաստան եք դուք ստեղծում, որտեղ Իլհամ Ալիևը դուք խոսում եք սահմանադրության փոփոխությունների մասին, շուրջ 6 տարի։ Հենց Իլհամ Ալիևը ասում է, որ դուք պիտի փոխեք Հայաստանի սահմանադրությունը, դուք խոսում եք նոր սահմանադրության մասին։ Եվ քանի որ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս ամբողջությամբ փոխել սահմանադրությունը ու թույլ չի տալիս նախաբանը փոխել, ռեֆերենդում անգամ եթե անենք, այդ նախաբանը անփոփոխելի դրույթ է, դուք գտնում եք ձևը հռչակելու նոր հանրապետություն, որը պիտի ունենա նոր սահմանադրություն։ Այդ ո՞նց է այդպես լինում։ Այդ ո՞նց է այդպես լինում, որ ձեր ստեղծած իրական Հայաստանում այն բանից հետո, երբ դուք հաստատարարում եք համապարփակ հարաբերությունների կարգավորման ու խաղաղությունը, որ արդեն իրողություն է, դրանից 2 օր անց հայտարարում եք, որ մենք դեռ տարածքներ ունենք ադրբեջանական, որոնք մեր վերահսկողության տակ են գտնվում, ու հələ պիտի հասկանանք դրանց հետ ինչ ենք անում։ Ոնց է լինում, որ այն մարդու հետ ում խաղաղություն եք կնքել, ինքը մեզ դեռ շարունակում է հիվանդ անվանել հասարակությանը մեր, ինձ ու ձեզ դեռ մի կողմ։ Էս է այն հարցերի
շրջանակը մեղմ ասած, որ ձեզ ուղղված է ու ոնց է այնպես լինում, որ Ադրբեջանը ինչ պահանջ ունի, դուք դա վերաձևակերպելով բերում եք ու իրականություն եք դարձնում։ Այո, ես ձեզ էլի եմ ասել մյուս ձեր գործընկերոջ հետ բանավեճին, ես ձեզ հոտնկայս կարող եմ ծափահարել, որ վերնագրերը անխոցելի եք դնում, բայց ձեր դրած վերնագիրը չի արտահայտում էությունը կոնցեպտի։ Իրական Հայաստանը ավելի իրական, քան միջև ձեր իշխանություններ չի եղել։ Ավելի իրական, ո՞րն է այդ իրական Հայաստանը, այդ իրական խաղաղությունը ո՞րն է, այն չի որ Մարտիրոսյանը կարողանում է իր տունը կառուցել, որ կարողանում է Ստեփանակերտում ապրել, ի՞նչ է նշանակում, մենք պիտի խմբագրենք երազանքները, դուք արդեն անցրել եք երազանքները խմբագրելուն, ասում է մենք պիտի բան անենք, մարդիկ պիտի իմանան, որ էս է իրանց հայրենիքը, դուք հիմա Հադրութում ծնված այն 150 արցախայերից մեկին կարեք ասեք բանը, այն ինչի քո հայրենիքը, ես ծնունդով իմ պապերը Քասախ գյուղից են, Քախսի գյուղից են, Հրազդանի շրջանի։ Ես դեռ ինձ Քախսեցի եմ ասում։ Դուք ո՞նց եք խմբագրում այդ հայրենիք հասկացությունը։ Ո՞նց կարաք այն հայինով ասում է ես Սասունցի եմ, ասես չէ, քո հայրենիքը ինչի, Հայաստանի Հանրապետությունն է։ Այդ ինչ լիազորությունների շրջանակում եք դուք վերցրել անցյալը խմբագրելու, երազանքները խմբագրելու ու ասելու ով սենց չի ասում հակապետականը։ Հայաստանի երրորդ հանրապետությունը իր ունեցած բոլոր սահմաններով միլիմետրերով պահպանելը մեր առաջնահերթությունն է, մեր ամենաառաջին նպատակը պիտի լինի ու դրա մեջ հակասություն չկա։ Խնդիրը նա, ով է դա հարցականի տակ դնում իր գործողություններով։ Ու մորոքա Ադրբեջանի զորքերը այդ տարածքից ներս, այս իշխանություն, բան, ինքնիշխանություն բառերի տակ ոնց է ստացվում, որ մենք Երևանից երբ որ հարավ ենք գնում, Ռուսաստանի դրոշը տենում ենք, Իրանի դրոշը տենում ենք, ԵՄ-ի դրոշը տեսնում ենք, երևի էսա Ամերիկայինը կլինի, Ադրբեջանի դրոշը տեսնում ենք, բայց ամենաշատն ենք խոսում ինքնիշխանությունից։ Ինքնիշխանություն առաջին հերթին նշանակում է սեփական տարածքի նկատմամբ ունենալ վերահսկողություն։ Շնորհակալ եմ։ Այս հարցերն են, որ ուղղված են այս իշխող ուժին։ Տեսեք, դուք ոնց որ մեր արդեն բանավեճի հաջորդ փուլին անցակ, որտեղ միմյանց հարցեր ենք տալու, քանի որ Տիկին Վարդանյանը արդեն բազմաթիվ հարցեր հնչեցել, խնդրեմ դուք պատասխանեք, ձեր պատասխանի ավարտից հետո դուք Տիկին Վարդանյանին կտակ հարցեր, խնդրեմ։ Շատ լավ, որպես մեր բանավեճը ավելի այսպես ակտիվ եւ բովանդակալի լինի, ես արհեստական այսպես ժամերով ձեզ չճնշեմ, խնդրեմ։ Շատ լավ, վերջից սկսեմ։ Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրվանից Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զինված ուժեր կան, այսինքն դա մեր օրոք չի սկսվել։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է հակամարտության առաջին օրերից, սրա ամենավառ օրինակը գիտեք Արցվաշենն է, որը Հայաստանի սուվերեն տարածքի մաս է եւ այսքան տարի շարունակ ադրբեջանական օկուպացիայի ներքո է գտնվում։ Եվ մենք վերականգնելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի սկզբունքի հիման վրա, գիտեք սրա մանրամասները, եթե անհրաժեշտություն կլինի, կբացեմ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջոցով։ Երկրորդը, պատմություն խմբագրել արտահայտությունը մերը չէ, հետեւաբար դա ձեր ձևակերպումն է, մենք չենք առաջարկում պատմությունը խմբագրել կամ որևէ բան խմբագրել։ Սա առաջարկ է։ Ընդ որում, մեր համոզմամբ, մենք այս առաջարկը ոնց որ մեր մեջ չի ծնունդ առել։ Մենք ականջալուր ենք եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, նրա քաղաքացիներին, ովքեր հենց այդ նույն հիմնադրման տարիներից լուր, կիսաձայն, բարձրաձայն երբեմն ուզեցել են որպես քաղաքական օրակարգ խաղաղությունը իրենց կառավարող բոլոր ուժերից։ Եվ այսքան տասնամյակներ անց մենք վերջապես որոշել ենք ականջալուր լինել, մասնավորապես մեր ժողովրդի մեծ մայրերի խոսքին, սնուցող մայրերի խոսքին։ Եվ ես համաձայն եմ, որ այսպիսի բաները ասովիչ են մարդկանց եւ քարոզովիչ են։ Մենք ձևակերպումը տվել ենք եւ ակնկալում ենք, որ արձագանք կլինի դրան։ Մասնավորապես հաջորդ տարի համապետական ընտրությունների շրջանակում այսպիսի բաները պարտադրովի չեն իսկապես մենք լսել ենք մեր ժողովրդին, հանձնել ենք մեր լսածը թղթին, այսպես ասած որպես դպիրներ եւ կսպասենք ուրեմն մեր ժողովրդի արձագանքին։ Հաջորդը
Որն է այն ուժը, որը երբևէ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս քաղաքական նպատակներ է հետապնդել, Տիկին Վարդանյան ձերն է այդ ուժը, Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որի ծրագրի մեջ առ այսօր զետեղված է Միացյալ Հայաստանը որպես քաղաքական վերջնանպատակ, ընդ որում մասնավորացրած է թե Միացյալ Հայաստան ասելով ինչ է նկատի առնվում, այսինքն ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև մեր մյուս երկու հարևանների պարագայում, Ադրբեջանի եւ Վրաստանի պարագայում, Նախիջևանը, Արցախը եւ Ջավախքը, այսպես մասնավորեցված գրված է եւ նաեւ մեզ հաճախ մեղադրում եք, որ խաղաղության պայմանագիրը քարտեզ չունի, այդ ձեր քաղաքական նպատակը նաեւ քարտեզ ունի, դա Սևրի պայմանագրին կցված քարտեզն է, գրված է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության քաղաքական նպատակի մեջ գրված է, որ Սևրի դաշնագրի ուրեմն քարտեզին համապատասխան Միացյալ Հայաստան պետք է լինի, բայց գիտեք, այստեղ նաև խնդիրը դեռևս ժամանակում ճիշտ է, հա, որովհետև առնվազն մի երկու բաներ ունեմ ասելու։ Ավելի բովանդակային քննարկման վրա, այսպես դրա։ Ես շեղվել եմ բովանդակություն։ Նկատի ունեմ, այսինքն թույլ տամ շատ բաց։ Այստեղ բայց հետեւյալ խնդիրն էլ նաև կա եւ կփորձեմ ուրեմն ամփոփել, որ սա Հայ հեղափոխական դաշնակցության ծրագիրն է գծված, բացված, բայց նաև այստեղ հետեւյալ խնդիրը կա, այս հաճախ եմ լսում բանավեճերը, երբ դաշնակցության ներկայացուցիչներն ասում են, սա ձեր արտաքին քաղաքականությունն է լինելու, երբ դառնաք եթե երբևէ դառնաք կառավարող ուժ, եւ ես ժխտում եմ լսում, կարծես թե ոչ, այսինքն այս գաղափարախոսությունը պետք է լինի, այսպես ասած կուլիսներում, ֆոնին, բայց չեն ասում, որ այո, ոնց որ մեծամասնություն կազմել, երբևէ մեծամասնություն կազմելու դեպքում, եւ սա շատ խնդրահարույց է, հա, եւ սա շատ խնդրահարույց է, որովհետեւ ստացվում է, որ դրա անիրագործելիությունը, վտանգավորությունը, նաև մեր հասցեին ուղված քննադատությունը, հա, Արցախը, Հայաստանը եւ վերջ այդ նույն փաթեթի մեջ ներկայացնում են, բայց կուսակցության ծրագիրը չեն փոխում։ Այդ ինքնահայեցումը, ես խմբագրել բառը չի օգտագործել, ինքնահայեցում բառն է օգտագործել, Հայ հեղափոխական դաշնակցությունը չի ցանկանում, բայց որ նաև ավելի վատ է, այս գաղափարախոսությունը օգտագործվում է որպես մյուս քաղաքական ուժերին դիսցիպլինայի ենթարկելու գաղափարախոսություն, ընդ որում ոչ միայն քաղաքացիական պայմանագրին, այլև այն քաղաքական ուժերին, որի հետ Հայ հեղափոխական դաշնակցությունը կոալիցիայի մեջ է եղել։ Այսինքն օրինակ, եթե Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը երբևէ թույլ փորձեր արել են կարգավորման գնալ, խաղաղության գնալ, Հայ հեղափոխական դաշնակցությունը անպայման ցույց արել է, որովհետև կուսակցական ծրագիրը այդպես է բան անում, հա, պահանջում։ Եվ ուրեմն առաջին կետին էլ անդրադառնամ, արդյոք այս հակասությունը, որը մենք ստեղծել ենք, ես չեմ ընդունում իհարկե այդ բառերը, արհեստական է թե ոչ։ Այնինչ մենք ստեղծել ենք, արհեստական չէ բնավ, կրկին պետք է շեշտեմ, որ 91 թվականին այս բանավեճը կար եւ սահմանադրության հետ փոխկապակցելով, քանի որ Տիկին Վարդանյանը դրա մասին էլ խոսեց, մեր սահմանադրության նախաբանի շուրջ մեծ բանավեճ է ծավալվել, ուրեմն մի քանի օրինակ բերեմ, հա, առաջին խմբագրման մեջ ենթական սահմանադրության նախաբանի եղել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ բանավեճ բացել է այն դաշնակցական եւ մենք մի հատ էլ sense բան ունենք, դաշնակցականներ ունենք, ովքեր ամաչում են դաշնակցական լինելուց եւ տենց ուրիշ կուսակցություններում են, բայց հոգով մտքով իհարկե դաշնակցության հետ են եւ իրենց մեջ, այո, չեմ հերքում, բան չի էլի, փինչի գաղափարախոսություն։ Ես չեմ հերքում, չեն ամանչում, ուղղակի կարող ես փինչ ունենալ, բայց Չէ, ես օրինակ նկատի ունեմ լևոնականներին, դուք նրանց համոզված եմ չեք ուզենա ձեր փինով ոչտել, որովհետև չեք տեսնում նրանց որպես դաշնակ, հրշականներին 91 թվականին։ Եվ ինչ են առաջարկել այս մարդիկ, հա, այն իսկական դաշնակցականները եւ ուրեմն այդ սուբլիմացված կասնեք այնտեղ, որ Լևոն Տեր-Պետրոսյան պետք է պաշտպանեմ։ Ձեր ընտրության հարց է։ Եվ սուբլիմացված դաշնակները ինչ են առաջարկել, ասել են Հայաստանի Հանրապետության ժողովուրդ լավ չէ, եկեք գրենք հայ ժողովուրդ։ Ես 88 թվականին եմ ծնվել, չէի կարող այս բանավեճը արհեստականորեն ստեղծել եւ օրինակ երկրորդ օրինակը այդ նույն նախաբանի մեջ։ Կարճ ավարտեք, որ Տիկին Վարդանյանը։ Այո, ամփոփում եմ։ Այդ նույն սահմանադրության նախաբանի մեջ, ուրեմն այս ընդունված տարբերակում գրած է, որ մենք իրականացրած մեր նախնիների սուրբ падգամը վերականգնելու մեր պետականությունը։ Այսինքն դերբայի ձև այնպես է, կարծես մենք մեր պետականության վերականգնման սուրբ падգամը իրականացրել ենք։ Կային խմբագրման տարբերակներ առաջարկվող, որտեղ առաջարկվում էր ուրեմն այդ դերբայը գրել, որ դեռևս լի ենք վճռականությամբ իրականացնելու, այսինքն մենք չենք հասել այդ վերջնական նպատակին։ Հետևաբար այդ հակասությունները ստեղծված են եղել այս հանրապետության ակունքներում եւ մենք այն կառավարող ուժն ենք, որը մեր այդ երկփեղկվածությունը առաջարկում ենք փակել եւ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը
այն պետությունն ու պետականությունն է, թե պետականությունը որպես statehood, հա, թե պետությունը իր կոնկրետության մեջ իր ուրվագծով եւ տարածքով, որը մենք բաղձացել ենք, սա մեր վերջնական հանգրվանն է։ Շնորհակալ եմ։ Դեմ եք։ Ինչին, ենք Որ սա է մեր վերջնական եւ երազած Հայաստանը եւ հանգրվանը։ Իմ ապագա սերունդների համար վերջնական հանգրվան սահմանել չեմ կարող։ Ես կարող եմ անել հետեւյալը եւ ցույց տալ ուղակի սնանկություն, հնչած թեզերի։ Ես շատ բարձ Դուք եթե ուշադրություն դարձրեցիք սիրելի հեռուստադիտողներ, ես մարդկանց ասում եմ, դուք արհեստական հակադրություններ եք բանանում, բերում, դուք դենացիոնալիզացիա եք իրականացնում, Ադրբեջանի պահանջները, դուք խոսում եք սահմանադրության փոփոխությունների մասին, Ադրբեջանը հենց խոսում է նոր սահմանադրության մասին, փոխում եք, Ալիևը հենց ասում է ձեր զինանշանից պիտի հանեք Արարատ լերը դա տարածքային պահանջ է, իրենք արշավ են սկսում լեռան դեմ, հանում են խորհրդանիշերից, կնիքից Այս սրան փոխարեն ինձ իշխող ուժը միակը չէ, դեպ միշտ պատասխանում են դաշնակցություն իրանց տեսակետով, ինչքան է լավ, ինչքան է վատ, ինչքան է համապատասխան, ինչու ծրագիրը չի փոխել։ Ձեր նպատակը Հայաստանը չի։ Ձեր նպատակը Հայաստանը չի, նախ ավելի մեծ թվով զոհողություններ այս Հայաստանի համար, իրական Հայաստանի իրական սահմանների համար չկա այլ քաղաքական ուժ, որ տվել է ամեն իմաստով զոհողություններ, բանտարկություններից մինչև նահատակություն։ Հիմա գամ այն բանին, ինչը ուզում են ցույց տալ, էլի, որ Դաշնակցությունը տարածքային պահանջներ ունի, դրա համար ստորադասում է երրորդ հանրապետությունը, նախընտրում ավելի մեծ Հայաստան դաշնակցության համար բացարձակ արժեքը երրորդ հանրապետությունն է։ Մենք ուղղակի ասում ենք, որ մենք մեր սերունդների համար, մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության համար դուռ չենք կարող փակել։ Մենք չունենք նման իրավունք ոչ ացիալը ջնջելու, ոչ ապագայում դուռ փակելու։ Դուք անդադ ուզում եք բան անել, տպավորություն ստեղծել մեր հասարակության մոտ, որոնք միջազգայնագետներ չեն, քաղաքագետներ չեն, որ դաշնակցությունը այդպես բացառիկ երևույթ է, աշխարհում այլ կառույցներ չկան, ոնց զարմանքով, եթե Տիկին Կարապետյանը չլիներ, ես կասեի չիմացության արդյունքը, որ ասում են, որ գան իշխանության, բանը իրանց կուսակցության ծրագրով չեն ղեկավարելու, կառավարության ծրագրով են ղեկավարելու։ Դա համընդհանուր ընդունված պրակտիկա է, ցանկացած ուժ իշխանություն գալով, իշխանության մաս դառնալով, ոչ թե իր գաղափարախոսությունը բերում է դեմ բոլշևիկներն են արել, եկեք դուք եք ուզում անեք։ Այլ կազմում է կառավարության ծրագիր, հաշվի առնելով իրողությունները եւ դրանով է ղեկավարում։ Իդեպ դուք խոսքի սկզբին կառավարության ծրագիրի մեջ վերեցիք, ասեք մենք մանդատ ենք ստացել խաղաղություն բերելու, դուք կառավարության ծրագրում գրել եք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, ձեր նախընտրական ծրագրում գրել եք Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի, այդ է ձեր լեգիտիմության մասին։ Բայց հիմա գալով մեղադրանքներին, որ փակեմ այս հարցը։ Իռլանդիայի Sinn Féin կուսակցությունը այսօր դերակատար Իռլանդիայում տարբեր ազդեցություններ տարբեր ժամանակներում ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը իր ծրագրում ասում է որ Հյուսիսային Իռլանդիան պիտի անջատվի Մեծ Բրիտանիայից եւ պետք է վերամիավորվի Իռլանդիայի հետ Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան պատերազմում են հիմա իրար հետ ոչ կեղծում եք երբ ասում եք որ եթե որևէ կուսակցության ծրագրում կա պատկերացում երազանք ինչ որ այլ բանի մասին, քան իրականությունն է, դա բերում է պատերազմ։ Իսպանիայի, Կատալոնիայի եւ Բասկերի անկախական կուսակցությունները ասում են, որ բասկերը պիտի առանձնանան Իսպանիայից։ Արդյոք դա բերում է պատերազմի, զինված բախումների, ոչ, ստում եք։ Արգենտինայի տարբեր կուսակցություններ, ներառյալ իշխող ուժերի դաշինքը ասում են, որ Ֆոլկլենդյան կղզիները պատկանում են իրենց եւ դրանց նկատմամբ բրիտանական վերահսկողությունը պատմական անարդարություն է, որը պետք է վերացվի։ Արդյոք Արգենտինան եւ Մեծ Բրիտանիան հիմա պատերազմում են իրար դեմ։ Ոչ, կեղծում եք, երբ ասում եք, որ եթե կուսակցությունը, անգամ իշխող կուսակցությունը ունի պատկերացում երկրի մասին, դա բերում է պատերազմին, որտեղ ղեկավարվում է եւ որոշումները կայացվում են կառավարության ծրագրերի հիման վրա։ Ես այստեղ կարող եմ բերել Վիկտոր Ուրբանի կուսակցությունը, ով ձեր պատկերացումով դաշնակցական բան պատկերացումներ ունի Միացյալ Հունգարիայի մասին ու տարածքային պահանջներ ունի Ռումինիայից, մասնավորապես Տրանսիլվանիան։ Հիմա Հունգարիայում իշխող կուսակցությունը դա երբևէ պատճառ հանդիսացել է, որ Հունգարիան ու Ռումինիան պատերազմեն։ Ոչ, դուք ներկայացնելով ես իբր դաշնակցությանն եք հարվածում։ Դուք ուզում եք ցույց տալ, այլ մի հատ էլ ասում է, մենակ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չի, Վրաստանի ու բանի հետ էլ խնդիրներ ունեն իրանք, այլ մեր Իրանի հետ էլ խնդիրներ ունեն։ Ոչ, մենք խնդիր չունենք։ Մենք դուք մեզ մեղադրում եք ողնաշար ունենալու ու դա Հայաստանի մասին պատկերացում ունենալու։ Մենք ունենք ուժեղ Հայաստանի պատկերացում տեսլական, որ մեր դուք կարող քննադատեք այդ տեսլականը, բայց դուք մեզ չկար ասեք մի պատկերացրեք այդ տեսլականը, դա պատերազմ է բերում, որովհետև սրանք մի քանի օրինակներն էին աշխարհում, ինչպես պատկերացում ու տեսլական ունենալը պատերազմի չի բերում, դրա համար մի կեղծեք այս ժողովրդին։ Հաջորդը դուք ասում եք, որ խորհրդանիշերը ամրագրելը
բանը, եթե մենք Մասիսի մասին մտածում ենք, դա Թուրքիան կարանկալի տարածքային պահանջ, նայած խառը բաներ եք ասում։ Մեկը ասում է, չէ, ուղղակի կնիքը փոքրացրել ենք դրա համար ենք անեն, մեկը ասում է տարածքային պահանջ է, դա անկալվում լավ կլինի, խուստուփը պահանջեն։ Դուք ասում եք մեր հռչակագրում, եթե անկախության հռչակագիրը մնա, դա բանը Ադրբեջան ագրեսիա կարա լինի։ Ես էլի պատմական օրինակներ եմ ձեր, ես չեմ հանել Արամ Մանուկյանն էս մի անգամ։ Բելգիայի հռչակագրում հիմնադիր հռչակագիրը կարդացած Արամ Մանուկյանը։ Բելգիայի հռչակագրում նախադասություն. Բելգիայի տարածքները կընդգրկի ամբողջական այն գավառները, որոնք կազմում են Նիդերլանդների Միացյալ Թագավորության բելգիական մասը։ Բելգիան ու Նիդերլանդները իրար հետ պատերազմում են, Նիդերլանդները ասում են Բելգիան իմ համար իմ նկատմամբ տարածքային պահանջներ ունի, Իռլանդիայի հռչակագիրը, Անգլիայի կառավարությունը ինչպես նախկինում հիմնված է եղել ուժի եւ խարդախության վրա եւ պահպանում է ռազմական բռնապետության շնորհիվ։ Պատերազմում են, այս հռչակագիրն է, որը չեն փոխել իրենք։ Ֆիլիպինների հռչակագիրը դավաճան են ճանաչվում բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ԱՄՆ-ի, Իսպանիայի, ցանկացած օտար երկրների կառավարությունը։ Ֆիլիպինները, ԱՄՆ-ն եւ Իսպանիան իրար հետ պատերազմում են, ԱՄՆ-ն ասում է Ֆիլիպիններին, չէ, հռչակագիրը չփոխի, դիվանագիտական հարաբերություններ չեմ հաստատի։ Այսինքն, այս բոլորը իրենց հիմնադիր փաստաթղթերն են, ծննդյան վկայականներն են, որոնք չեն փոխում ոչ մեկի համար խոչընդոտ չի հարաբերությունների հաստատման, կարգավորման կամ խաղաղության գործընթացի։ Ո՞նց եղավ, որ դուք բերեցիք մեր հռչակագրի ընկետը, որ Ադրբեջանի խանգարումը հենց սարքեցիք խոչընդոտ հարաբերությունների կարգավորման համար։ Վրաստանը իր կնիքում մուտքի նկարը կտրամադրեմ, կարող եք նաև դնել։ Դրել է իր ամբողջական քարտեզը, այդ թվում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։ Ռուսաստանը պահանջ է ներկայացրել, որ հանի դա իր կնիքից, թե չէ հարաբերություններ, չէ առևտուր չի անի։ Ես այս օրինակներով պարզ բան էի ուզում ցույց տալ, որ կեղծիք է, այս թեզերը ինչ որ ասում են, ընդհանրապես կեղծիք է արդարացնելու Ադրբեջանի պահանջների կատարումը, ուրիշ ոչ մի բան, այս հակադրությունները, դա բան, տեսեք, դաշնակցությունը պատկերացում ունի, դա մեզ պատերազմի կբերի։ Համաշխարհային օրինակները բերեցի։ Ես այլ պարզ բան ունեմ։ Դուք իմ ամենամեծ մեղադրանքը ձեզ, մեղադրանք ասած այդպես մերկապարանոցը չէ, խնդիրը որն է։ Դուք հայտարարում եք իմպերատիվ, որ բերել եք խաղաղություն։ Կարելի կբացատրեք խաղաղություն ոնց եք բերեն թղթով, որը ստորագրել եք, որտեղ խաղաղությունը թուղթ չի։ Խաղաղությունը իրողություն է։ Հիմա այդ իրողությունը մի հատ կբացատրեք, ինչ է մեր կյանքում փոխվել, ինչ հավելյալ մեխանիզմներ եք բերել մեզ, որը ժողովրդին ասում եք խաղաղություն։ Եվ երկրորդը արդեն այս հայեցակարգին գալով Երբ մենք ասում ենք, որ ձեր ամենամեծ հանցագործություններից մեկը մեր նկատմամբ եղած սպառնալիքի նվազեցումն է, հենց սա ենք ասում։ Դուք արհեստականորեն այս հայեցակարգերով ուզում եք քողարկել պարզ հանգամանք։ Աշխարհում կա մի պետություն, որ մեզ ցեղասպանել է ու չի ընդունում այդ ցեղասպանության փաստը, երկրորդը, որ մեզ էթնիկ զտման է ենթարկել, ու դուք հետևողականորեն լվանում եք իր ձեռքերը ուղակի հրաժարվելով այդ թվաներ հայցերից։ Էս ինչու եք այս քայլերը իրականացնում, դաշնակցությունը սրա հետ ինչ կապ ունի, դաշնակցության գաղափարախոսությունը։ Ադրբեջանի ձեռքերը նախ հետևողականորեն լվանում են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ պատերազմը սկսվեց այն բանի պատճառով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, եթե տենց խոսում ենք ձեռքերը լվանալուց, պետք է ուշադիր լինել սեփական ձևակերպումներին։ Հիմնական մասը, հա, լիքը տարբեր երկրների կոնտեքստ թվարկեցիք, Տիկին Վարդանյան, եւ ասեցիք, որ ահա երկրները միմյանց տարածք, հա, բայց ես ասենց շատ հստակ եմ հիշում, էլի, որ դուք ազգային ժողովում մեր քննարկումների ժամանակ ձեր հարցազրույցներում մեր հասցեին հնչեցնում եք հակառակ մեղադրանքը։ Ասում եք, ինչպես է հնարավոր լինել խաղաղության մեջ մի երկրի հետ, ով քո սուվերեն տարածքից օկուպացիայի տակ է պահում։ Սրա հեղինակը Տիկին Վարդանյանն է։ Ես ասում եմ, բերեք օրինակ աշխարհում, ավարտեմ այս հարցը չէ, ես էլ լիքը աշխարհում օրինակ բերեք 9 կետ ունեմ Տիկին Վարդանյան։ Հերթով երևի թե խոսենք, հա, որպեսզի ստացվի մեր խոսակցությունը։ Նաև սրան դուք գերիների փաստն եք ավելացնում, ես դե շատ ու շատ իրեմ լսել, բայց սա ոնց որ հակասության մեջ է, այդ պարագայում ձեր այդ երկար ցուցակը ամբողջությամբ փլուզվում է, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այս պայն խախտված է, բայց մենք պետք է հասնենք այդ տարածքային ամբողջականության վերականգնմանը խաղաղ միջոցներով, այսինքն մեր անունը մեր հարևանների հետ հարաբերություններում այդ երկար ցուցակի ներքևում կարելի է գրել, այսինքն մենք էլ ունենք տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր, Արցվաշենը, օրինակ, եւ նաեւ այլ տարածքներ, որոնք Ադրբեջանը իր վերահսկողության տակ է վերցրել, եւ այդ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնենք խաղաղության միջոցով։ Բայց ինչ էիք կարդում։ Կարդում եք, որ տարբեր ժողովուրդներ, ես ասում եմ տարբեր կուսակցություններ, տարբեր ծրագիր, դա իշխող ուժ դառնալով
չի դառնում տարածքային պահանջ, դա է ասում։ Ես էլ ձեր ուրեմն այդ երկար խոսքի ժամանակ այնքան բան եք ասել։ Օրինակ մեր զոհերին, մեր ժողովրդի զոհերին բաժանել եք ըստ կուսակցական պատկանելության։ Մի բան, որը ես չգիտեմ, ձեզ երևի թվում է, որ ինչ որ դա լավ բան եք անում, բայց դա շատ վատ բան է։ Օրինակ, բայց ես ձեզ չընդհատեցի, թեև մեծ էր մղումս, նշում արեցի։ Առաջարկում եմ, երբ որ դուք էլ տենց ինչ որ մղում եք ունենում ինձ ընդհատելու, դրա փոխարեն նշում անեք։ Ուրեմն ուզում եմ ասեմ, այդ խաղաղության մեջ լինել եւ այնուամենայնիվ ունենալ խնդիր, որը դեռ պետք է լուծվի հարևանի հետ։ Այդ այն է, ինչ մենք հիմա անում ենք, հետեւաբար այդ ամբողջ ցուցակը ոչ մի բան դրանում չի փոխում։ Հիմա վերադառնալով այս մյուս հարցին, Տիկին Վարդանյանը ասում է անժամանցելի իրավունքներ ունենք եւ ոնց որ նորմալ է, ես կուզենայի, որ երբ ձեր հերթը լինի պատասխանելու, այնուամենայնիվ հստակեցնեք, որ սա չեք համարում, որ որևէ Հայաստանի կառավարող ուժի արտաքին քաղաքականությունը պետք է լինի, այլ մի որևէ ընդդիմադիր ուժ, մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցությունը պետք է ուրեմն իր ծրագրում ունենա սա զետեղված ունենք, ոչ մի խնդիր, այսինքն կա չէ, այս պայդրությամբ Հայաստանում ասել, որ դա կարող է լինել կուսակցական, այսպես ցանկություն, ծրագիր, գաղափար, բայց չլինել կառավարության ծրագիր։ Բա հիմա այդ վիճակում ենք։ Ինչու են մեր երազել կամ ունենալ մենք իրանց չենք կարող արգելել։ Ինչպես շատ արդարացիորեն նշեց Տիկին Վարդանյանը։ Ամենևին, սա կառավարող ուժի առաջարկի մասին է Հայաստանի ժողովրդին։ Տիկին Վարդանյանը ասում է, որ անժամանցելի իրավունքների մասին խոսացող կուսակցություն կարող է լինել ընդդիմությունում, Հայ հեղափոխական, եթե ճիշտ եմ հասկացել, ինձ կուղեք եթե սխալ եմ հասկացել։ Հայ հեղափոխական դաշնակցությունը եթե երբևէ Հայաստանում դառնա մեծամասնություն, դա արտաքին քաղաքականություն չի դարձնելու։ Էս է ասում։ Հետևաբար կառավարող չի ասում, բայց ասում եմ համբերատար։ Շնորհակալ եմ։ Հետևաբար այս ունենք այն իրավիճակը, որը կա եւ ոչ մի դժգոհելու պատճառ ուրեմն չպետք է ունենա, որովհետեւ Հայաստանի կառավարող ուժը, հա, գիտեք, նաեւ ասում եք ավելի ուժեղ Հայաստանի պատկերացում ունի դաշնակցությունը, որը ներառում է փաստորեն, որովհետեւ դրանից վայրկյաններ առաջ եք խոսում Ջավախքի, Նախիջևանի, Արցախի եւ Արևմտյան Հայաստանի մասին։ Հենց այստեղ է մեր բանավեճը եւ մենք խոսում ենք, մեր ժողովուրդն է մեզ լսում է եւ ըստ այդմ կանի ուրեմն կանի հետեւություն։ Դեպ կնեք դուք նաեւ հարցի իրավունք ունեք Տիկին Վարդանյան ձեզ հարց տվել։ Դե արդեն մի հարց ձևակերպել եմ, ուզում եմ մի հատ հստակություն մտցնենք, նորից արդյոք Հայաստանի կառավարող ուժերը պետք է ունենան առավել մեծ տարածքով Հայաստանի Հանրապետություն ապագայում ունենալու թղթին հանձնված բան գաղափարախոսություն եւ կառավարության ծրագիր ու արտաքին քաղաքականություն, որովհետեւ այդ երկուսը իրարից պիտի չշեղվեն, որպեսզի խնդիրներ չունենան եւ իմիջայլոց կառավարության ծրագրից պիտի չշեղվեն։ Հա, ոնց որ նորմալ չի շշուկով իրար հետ տանը խոսենք մի կերպ, հետո աշխարհի հետ այլ կերպ, ընդ որում այդ աշխարհից ակնկալենք, որպեսզի սահմանները բաց լինեն, մեր խաղաղություն լինի, բայց ուրեմն ունենանք այդպիսի խորքային ցանկություններ ուղղված մեր հարևաններին։ Ես կարծում եմ երկու բան էլ թերևս ասեմ, մեկը Շուշիի դեօկուպացիայի մասին, այդ նախընտրական ծրագրում իսկապես այդպիսի մեր նախընտրական ծրագրում այդպիսի ձևակերպում կա, բայց այդ ձևակերպումը մոտավորապես գրված է որպես բանակցությունների մաս պետք է դարձնել։ Ես կարծում եմ մենք սխալվել ենք, որ այսպես ենք ձևակերպել, բայց մենք արել ենք այն, ինչը Տիկին Վարդանյանը եւ շատ մեր ընդդիմադիրներ առաջարկում են մեզ շարունակել անել հիմա։ Ինչ նկատի ունեմ։ Շատ հաճախ երբ հարցնում են ընդդիմադիրներին, ասում են Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարցը, Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, իրատեսական եք համարում, ինչու եք դա էլ ներառում արտաքին քաղաքականության որպես առաջնահերթություն։ Տիկին Վարդանյանը մասնավորապես անձամբ ասում է դա բանակցային խորք է։ Այսինքն հարց է, որը մենք բարձրացնում ենք, բայց իրականում ոնց որ անհրաժեշտ է բանակցությունների մեջ հետո առաջ գնալու համար, դա նշանակում բանակցային խորք։ Հիմա մենք դրանից այն նախընտրական ծրագրում արել ենք, լավ չենք արել եւ առաջարկում ենք, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականության որպես բանակցության մեթոդաբանություններ հրաժարվենք առհասարակ այնպիսի հարցեր բարձրացնելուց, որոնք իրատեսորեն իրագործելի չեն։ Եվ նաև մեր սահմանադրության նախաբանի մասին այնտեղ շատ լավ բաներ էլ կան գրած, առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, այնտեղ գրված է սերունդների ազատության մասին, այսինքն այն ինչից նաև Տիկին Վարդանյանը սկսեց, սերունդները մենք մեր սահմանադրությամբ հանձնենք առել, երաշխավորել, որ ազատ կլինեն, այնտեղ գրված է համընդհանուր բարեկեցության մասին, մի բառ, որը այսօր կատաղի հարձակումների է ենթարկվում, բարեկեցություն բառը եւ ինչ որ գրեհիկ ձևակերպումներով է որակվում եւ քաղաքացիական համերաշխության մասին։ Ֆանտաստիկ ձևակերպումներ։ Ընդ որում
դեպքում ֆանտաստիկ ձևակերպումներին։ Կներեք, այդ սահմանադրության բանավեճը 90-ականների սկզբին եւս այս բաղադրիչները ասել են, ինչ ասած չեղավ հայերի սահմանադրություն, որպեսզի լինի հայերի սահմանադրություն, եկեք այնտեղ ավելացնենք հայ դատը։ Կներեք, այսինքն Եվ այդ հայ դատի բաղադրիչները, գիտեք, սահմանադրության նախաբանի մեջ, նաև ամբողջ սահմանադրության մեջ բանավեճ է եղել հենց գրել հայոց ցեղասպանության, պահանջատիրության, անժամանցելի իրավունքների եւ կրկին ես փոքր երեխա եի, բայց եղել են մարդիկ, ովքեր ուզելով, չուզելով ասել են լավ միտք չի, եկեք այնուամենայնիվ մարդիկ են եղել, ովքեր ասել են չգրենք առհասարակ, բայց նրանք պարտություն են գրել եւ ուրեմն այդ բանը հայդատականությունը ներծծվել է սահմանադրության նախաբան եւ առհասարակ մեր պետության կոնցեպտի մեջ մենք առաջարկում ենք, այո դա վատ բան է, որովհետեւ դա ստեղծում է այդ հայդատականություն, որմա ինչ եք ասում պետություն ունեցող, ինչ եք հասկանում հայդատականություն ասելով հողային պահանջները հարևաններից, այդ երկփեղկվածությունը պետք է վերացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությանի լինելիությունը, հարատևությունը, այդ անժամանցելի ինձ համար, լինելիությունը, հարատևությունը Հարավային Կովկասում լինի երաշխավորված։ Խնդրեմ, տարածքային պահանջներ եք Հայաստանի ներկայացնում ոչ մի իշխանություն, Հայաստանի ոչ մի կառավարություն, ինձ բացի ձեզնից ինձ թվում է Արցախ Հայաստանը եւ վերջ հայտարարությունից զատ չի ունեցել տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ։ Մեկ էլ դուք վերջերս ձեր իշխանության ղեկավարը հայտարարեց, որ փաստորեն մենք տարածքներ ենք օկուպացրել, մեղադրեց նախագահներին զորքեր այնտեղ տեղակայելու մեջ, երբ խոսում ենք ինչ-որ մեր պետության դեմ ցուցմունք տալուց, այս ցուցմունքից հիման վրա մեր պետությանը այնպիսի պահանջներ են դեռ առաջադրելու ու այնքան են մեզ այս խոսքերը մեջ բերելով մեղմ բան ասած խոսակցական ասած նեղելու, որ չգիտեմ էլ սա տակից ոնց եք դուրս գալու, իհարկե հարցամնում, եթե Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկին նախագահներին Արցախում զորքեր տեղակայելու մեջ, իր կինը ինչ էր անում այնտեղ, կամավորական ջոկատով դուք կայք կազմում չեմ հիշում, անկեղծ չեմ հիշում, եւ իր տղան ինչ էր անում, այն հերոսապատումները պատմում էին։ Երկրորդը, գանք, ես ձեզ բարձ հարց եմ տալիս, ես չեմ մեղադրում, որ ես դուք կամ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ կեղծեցիք այն օրինակը, որը ես բերել եմ։ Ես օրինակները բերում եմ ի պատասխան ձեր այն պնդումի, որ ասում եք, եթե կուսակցության ծրագրում կան այլ պատկերացումներ, քան կառավարության ծրագիրն է, կան այդ թվում նաև տարածքի մասին պետության այլ պատկերացումներ, դա դառնում է պատերազմի առիթ, եթե այդ կուսակցությունը գալիս է իշխանության։ Եվ տարածքային պահանջ հարևանների նկատմամբ։ Եթե կան, ես ձեզ բերեցի աշխարհում իշխող ուժերի այդ թվում նաև օրինակներ, որոնք այդ նույն տիպի ծրագրերով եկել են եւ դա պատերազմի առիթ չի դարձել։ Ասում եմ, դա մի կեղծեք, որ եթե կուսակցության ծրագրում կա տենց դրույթ, դա գալիս է ու դառնում է պատերազմ։ Ու տասնյակ օրինակներ բերեցի։ Խաղաղության մասին այլ բան էի ասում։ Ես էլի եմ հարցնում, պնդում եմ իմ ասածը եւ ասում եմ ցույց տվեք աշխարհում օրինակ դուք իմպերատիվ հայտարարում եք, որ օգոստոսի 8-ին խաղաղությունը բերել եք։ Տենց եք ասում։ Նիկոլ Փաշինյանն է դա ասում։ Ես ասում եմ աշխարհում բերեք օրինակ, որ խաղաղությունը այն պայմաններում, երբ խաղաղություն, այսինքն ամբողջական հարցերը կարգավորված են։ Հիմնական հարցերը, լավ, ամբողջական չէ, հիմնական հարցերը, ճիշտ եք շփվում, կարգավորված են։ Բերեք օրինակ այդ գերիներով, օկուպացված տարածքներով ու դեռ հայտարարությամբ, որ էլի տարածքներ ունենք, դեռ այդ հարցերը պիտի կարգավորվեն, խաղաղություն է եղել։ Բերեք այդ գերիներով մի հատ խաղաղության օրինակ բերեք։ Դուք ինձ ասում եք, մենք մեր տարածքները ազատագրելու ենք, ձեր խոսքը ճիշտ այնքան արժեք ունի, ինչքան Արցախը Հայաստան է ու վերջ, որովհետև դուք 100 քանի անգամ եք ձեր խոսքերը բանարել։ Ես Արցախը ու Հայաստանը մենակ որ չստացվի այդ ձեր միակ սուտ եղել։ Մարիա Կարապետյան, Թուրքիայից մենք հիմա վտանգ զգում ենք, թե չենք զգում։ 30 տարվա ընթացքում զգացել ենք, թե չէ։ Հասմիկ Հակոբյանը ասում է չենք զգացել։ Նիկոլ Փաշինյանը 2029-ին ասում է Թուրքիան վերադարձել է տարածաշրջան հայոց ցեղասպանությունը շարունակելու համար։ Այսինքն ձեր հիմա որ մի հատ վստահ պնդում եք անում, այդտենց երկաթյա արգումենտ չի, դուք դեռ նախընտրական ծրագրում եք ուրիշ բան գրեին, ասում եք սխալվել ենք։ Վաղը չեմ իսօր չեք ասելու, սխալվել ենք։ Այս բանը որ որոշել եք, այս հնարքը սովորել եք, որ այսինքն մի բան ասում եք, գալիս եք ասում եք, դե կներեք սխալ ենք արել։ Հիմա նախընտրական ծրագիրը, որով ընտրվել եք, եկել եք ասում եք սխալ ենք արել։ Բայց հրաժարը հետևանքը դրա որն է։ Դրա հետևանքը հրաժարականն է։ Դուք ինձ մեղադրում եք կուսակցության ծրագրում բաներ գրելու մեջ, որ ձեր դուրը չի գալի, համաձայն չեք դրա հետ, բայց դուք ինչ գործն եք։ Դա կուսակցության ծրագիրն է, ձեր նախընտրական ծրագիրը, որով ժողովրդին գնացել եք, քվե եք խնդրել, ստացել, ասում եք սխալ ենք արել, դե բան են գրել, որ պիտի չգրեինք, հիմա փոխել եք, բայց դրան հետևանք չի լինելու։ Ոչ, ես չեմ ասում, որ Դաշնակցության թե գա իշխանության պիտի տարածքային պահանջներ դնի, դա չգիտեմ որտեղ է։ Վերցրեցի, բայց այո, ասում եմ, որ օրինակ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը
պիտի լինի։ Ու այո, Հայաստանի հաջորդ ղեկավարը, երբ որևէ պետության ղեկավար ասում է, որ ցեղասպանություն է եղել, համարյա դատապարտող հայտարարությունը պիտի չանի։ Ասենք Նեթանյահուն երբ ասում է, որ այո, ցեղասպանություն է եղել, Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը պիտի չասի, որ հա բայց դա մեզ ինչ է տալի ցեղասպանությունը ճանաչելը։ Կարող եք պատասխանել։ Այդ է իմ պատկերացումը։ Շատ լավ, դուք քիչ անց կարձագանքեք, խնդրեմ Տիկին Կարապետյան։ Նախ սկսեմ, արդեն թերևս պետք է կրկնենք, որովհետև միմյանց չենք հասկանում։ Տիկին Վարդանյանը խաղաղության երկու տարբեր սահմանում ունի։ Այն բոլոր երկրների համար փաստորեն խաղաղություն է ամրագրում, ասում եմ, որ տեսեք խնդիրներ ունեն, բայց խաղաղություն ունեն։ Չեմ ասում խնդիրներ ունեն, ասում եմ իշխող ուժը այլ ծրագրեր, չեմ ասում խնդիրներ չունեն։ Ես նման բան չեմ ասում, մի կեղծեք, ասում եմ իշխող ուժը ունի ծրագիր, որը ունի ձեր մեկնաբանման պատասխան, դա պատերազմ չի լինում, չեմ ասում խնդիր չունեն, խաղաղություն ունեն։ Պատերազմ խաղաղություն չի, այսինքն այդ բոլոր երկրները։ Չէ, տարբեր են։ Ես ձեզ այլ արգումենտի եմ պատասխանում։ Ինչը։ Ասում գերիներով խաղաղության օրինակ բերեք, մի հատ օրինակ բերեք։ Գերիներով խաղաղության։ Ուրեմն Կիպրոսում էինք մեկ շաբաթ առաջ եւ իմացանք, որ Կիպրոսի մի քանի 5 քաղաքացի անցել են ուրեմն անցակետը եւ հայտնվել են Հյուսիսային Կիպրոսում եւ Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները նրանց դուք ինչ ձեռ չեք առնում, չէ՞, նկատի ունեմ, երբ որ պատերազմական բանի գործողությունների արդյունքում գերի են գնաց, հետո չեն կարողացել վերադարձել, ասում են, որ բան են, խաղաղություն են հաստատել, այդ գերին առանց վերադարձնելու։ Հիմա տեղափոխվել են 2 օր հետո վերադարձել են, ինչ օրինակ եք բերում, լավ, մի վիրավորեք ինտելեկտուալի խոսելու հա, բայց խնդրում եմ, էլի, այտենց մանիպուլատիվ օրինակներ։ Այս անգամ էլ 7 կետ եմ գրել ձեր ասածներից։ Բայց շատ երկար չէ, խնդրում եմ։ Դե այնքան որքան Տիկին Վարդանյանը խոսեց, ավել ժամանակի կարիք ես չունեմ, դուք ինձ կընդհատեք, երբ որ իմ ժամանակը շեղվի։ Ուրեմն կիպրացիների համար դա նույնքան ցավալի հարց է, մենք իրանց չենք կարող ասել այդ ժողովրդին ասեն, գիտենք, դե պատերազմական իրավիճակում չի, դրա համար նորմալ է, որ ձեր 5 քաղաքացիներ այսօր ուրեմն ապօրինի կալանքի մեջ են Հյուսիսային Կիպրոսում, ընդ որում Կիպրոսը պահանջում է Թուրքիայից, Թուրքիա պետությունից, որպեսզի միշտ է դա եղել, կարծես 1987 թվականին է, որ Թուրքիան որոշել է Կիպրոսի համար փակել իր նավահանգիստների օգտագործումը, այսինքն Կիպրոսի դրոշը կրող եւ Կիպրոսում գրանցված բոլոր տնտեսական նավահանգիստների։ Այդ ժամանակվանից ի վեր առ այսօր ի հեճուկս նաեւ ուրեմն այդ պատանդառության փաստին, որի մեղավորը իրականում Կիպրոսը տեսնում է Թուրքիային, հա? Մեղավորությունը Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի եւ ուրեմն իր քաղաքացիների այնտեղ պատանդառվելու, տեսնում է դրա մեղավորը Թուրքիային, բայց շարունակում է ակնկալել, որ Թուրքիա պետությունը բացի իր նավահանգիստները եւ առևտրային նավերի համար եւ իր օդանավակայանները նաեւ թռիչքների համար եւ ընդհանուր առմամբ պատերազմ չի հայտարարում Թուրքիային։ Ուզում եմ ասել, երբ դուք ասում եք այն մյուս արգումենտին էի պատասխանում, բայց չեք զգում, որ երբ մի արգումենտին ինչ որ փաստարկներ եք բերում, հետո չեք կարող վերադառնալ եւ Հայաստանին մեղադրել, որ գերիներ ունենալու, որոնց վերադարձի հարցով մենք զբաղվում ենք, այս հանգամանքի արկայության պարագայում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ լինելու հանգամանքի արկայության պարագայում, այնուամենայնիվ մենք գնում ենք խաղաղության, այդ թվում այդ հարցերը լուծելու նպատակով։ Եկեք այս հարցին գնում ենք, չէ, դուք հայտարարում եք, որ եկել է այդ խաղաղությունը։ Ես ասացի, հիմա էլ կրկնեմ մեր լսողների համար, որ ինձ իսկապես թվում է շատ սխալ օրինակ բերեցիք։ Բարձ հարց եմ տալի ռազմական գործողությունների արդյունքում առանց գերեվարված անձանց վերադարձնելու, ավելի հոդաբաշխ ասեմ, առանց հումանիտար տարական հարցերը լուծելու, ինչպես եք հայտարարում եւ օկուպացված տարածքներ ունենալով այդ պատերազմական գործողությունների արդյունքում, ինչպես եք հայտարարում, որ խաղաղությունը եկել է, հակամարտությունը հանգուցալուծվել է ու դրանից բխող քայլեր անում համակեցություն ապահովելու եւ այլն, այդ է հարցը։ Հայաստանում էլ է եղել դեպքեր, եւ Սարմանը ահատել են, հայտնվել են այդ կողմ, 5 օր հետո կարող է հետ են եկել, կիպրացիները հուսով եմ հետ են գնացել, հուսով եմ շուտով հետ կգնան, դա իմ բերած փաստարկների հետ։ Ինչ կապ ունի, ես ավելի պարզ ասեմ, ես չգիտեի, որ այս բանի հարց կարա լինի։ Առանց անգամ տարական, որը Թշնամանք ունեցող, իրար հետ պատերազմներ վարած կողմերի դեպքում հումանիտար հարցերը այն հարցերն են, որոնցից պետք է սկսել։ Առանց այդ հարցերը լուծելու, ոնց եք հայտարարում, որ այն ավելի մեծ հարցերը լուծել եք, մանավանդ այն պայմանագրում, որը ստորագրել եք, այդ հարցերը, որից ծագել է կոնֆլիկտը չկա, ու հայտարարում եք, որ խաղաղություն է այլևս։ Ձեզ մեղադրանքը
էլ ավելի ուղիղ ասեմ, նրա մեջ է, որ դուք իմպերատիվ հայտարարում եք, ոչ թե որ խաղաղության գործընթացով եք գնում, չնայած ես երկար կարող եմ փաստել, որ դա խաղաղության գործընթաց չի, այլ որ հայտարարում եք խաղաղությունը եկել է, դրա մեջ է իմպերատիվ զոր չի եղել սա Տիկին Վարդանյան։ Նախ այդ թվերին թույլ տվեք ինչպես ձեր բոլոր հայտարարություններին կասկածանքով վերաբերել, խնդրում եմ մի հատ պաշտոնական վիճակագրություն հանեք, մենք տեսնենք, որ ղեկավարի օրոք քանի զոհ է եղել բան ռազմական, այսինքն թշնամու կրակոցից եւ հասկանանք իսկապես որի օրոք է։ Ես գիտեմ, որ օրինակ երկրորդ նախագահի կառավարման տարիներին զոհերի թիվը 92 է եղել։ Հիմա եթե ինչ որ ինտերվալ ավելի երկար է, կասկածանքով եմ վերաբերում, բայց լավ, եթե այդ պաշտոնական թիվ է, բայց դա ինչ է նշանակում։ Ես հարցնում եմ, 2020-ից առաջ էլ 2018-19 չէին կրակում, որքան հիշում եմ, դեպք չէր գրանցվել կամ մահվան դեպք։ Դա նշանակեց, որ խաղաղություն է, թե նշանակեց, որ Ադրբեջանը ավելի լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Հիմա սա բերում են մեզ որպես փաստ, որ վերջացել է կոնֆլիկտը, թե ավելի լայնածավալ գուցե պատերազմի է պատրաստվում։ Ձեզ մեղադրում են, ժողովրդին, մեղադրում եմ, ժողովրդին խաբելու Թուրքիայից, Ադրբեջանից եկած սպառնալիքը նվազեցնելու մեջ։ Եթե դրան արգումենտ ունեք, դրան պատասխանեք։ Կիպրոսի օրինակը ռելևանտ չէ այս դեպքում։ Մի հատ երկար ցուցակ կարդացիք Տիկին Վարդանյան տարբեր երկրների, որոնք խնդիրներ, ես ընդ որում դետալների մեջ չեմ մտնում, որովհետև այդ նաև իմ վերած օրինակի պարագան մեծ վերապահում է, որովհետև երկրներին, որոնց հետ Հայաստանը ունի հարաբերություններ։ Ես դες կոնցեպտուալ եմ ասում, որ ձեր երկու արգումենտները որն է Ես ձեզ կոնցեպտուալ եմ ասում։ Մի ընդհատեք ինձ Տիկին Վարդանյան, պաուզա վերցրեցի, որպեսզի նկատեք, որ պետք է խոսեմ։ Ձեր երկու օրինակները իրար հակասում են։ Խաղաղություն կարող է աշճանական լինել։ Ես պնդում եմ, այո, խաղաղություն եղել է, մենք այն պետք է ավելի ինստիտուցիոնալացնենք։ Իհարկե, Հայաստանի շատ քաղաքացիներ կուզեն դեռևս մի որոշ ժամանակ է սպասել, որպեսզի այդ 1 տարին 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս եւ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հետո էլ այդ 2 տարի 7 ամիսը դառնա 100 տարի 7 ամիս։ Այդ ուղղությամբ ենք մենք գնալու, բայց այն հենքը, որը որ մենք արձանագրել ենք, շատ կարևոր է, մենք այս հենքի վրա ենք առաջ գնալու։ Հրապարակված խաղաղության պայմանագրի տեքստի իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հայեցակարգը ընդհանրապես կառավարման այսպես ասենք մոտեցումը կկիսեք եթե գաք իշխանության թե կչեղարկեք Ինչ է այդ մոդելը Հարևանները հետ ապրել հաշտ համերաշ 29743 հարևանները պետք է գնալ հարաբերությունների կարգավորման ճանապարհով պետք չի խաբել որ առևտուր անելը նշանակում է որ պատերազմ չի լինելու որովհետև ռուս-ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս որ առևտուրը չի կանխում պատերազմը Գերմանիայի հարձակումը Ֆրանսիայի վրա ցույց է տալիս որ շատ շահկապված տնտեսական հարաբերությունները չեն կանխում հարձակումը շատ վատ պատերազմական հանցագործությունները Ինչ վերաբերում է իրական Հայաստանին, ես էլի եմ ասում, դա այլևի պահանջների փաթեթավորումն է։ Իշխող ուժը ամենաշատը նաև իմ ուժին է մեղադրում, որ կենացներ ասել, ռացիոնալ չլինել, երազային լինել, տարբեր մեղադրանքներ կան, կարդացել եք այդ հայեցակարգը։ Իսկապես կարդացել եք, ասում է, ոնց էր հարստացիր, հարստացրու։ Ավելի լավ կենաց, ասում է, ես մի կողմ եմ թողում, այստեղ հաց, այստեղ կաց, ավելի կոնցեպտուալ կարծես ժամանակ չկա դա քննարկելու, որ պետությունը, էլի եմ ասել, կրկնում եմ, չի կարող լինել այստեղ հացի, այստեղ կացի մասին, այդպես կարելի է աշխարհի ցանկացած պետությունում ապրել, պետությունը կարող է լինել ինքնության պաշտպանման ու զարգացման մասին, եւ այդ ինքնության դեմ է ձեր արշավը։ Ես հարցնում եմ, այդ ինչի մասին է հայեցակարգը բացի կենացներից, ավելի լավ կենաց ասող կա, քան իշխող ուժը։ Այնտեղ ինչ դենց գաղափար բան կա։ Խաղաղության գաղափարը Տիկին Վարդանյան Խաղաղության գաղափարին ով է դեմ, ինչ է նշանակում խաղաղության։ Եկեք դնենք Ահաբեկչության դեմ պայքարի գաղափարը։ Այսինքն դնենք անխոցելի գաղափարներ պետության հիմքում, ասենք պետությունը հրճակում է որ պետք է պայքարել Ահաբեկչության դեմ։ Պատերազմի եւ ռազմականացման խոսույթը հիմնված է մյուսի ապամարտկայնացման վրա, անհրաժեշտ է ցույց տալ ռեգիոնը իր ընդհանուր շահերով, այդ թվում տնտեսական։ Երբ 2019 թվականին մենք կրթական չափորոշիչների դեմ էինք բողոք իրականացնում այդ թվում նայից Այդ էինք ասում, մեր խնդիրը պետության առաջնահերթություններն են։ Պետությունը կարա նախ ինչ է նշանակում, պիտի չլինի պատերազմի քարոզատ, երբ ենք մենք պատերազմի քարոզ ասել։ Դուք Հայաստանին վերածել եք օկուպանտի, նկատել եք, պատերազմ հայտարարողի, օկուպանտի, չգիտեմ, ուրիշի հողեր զավթացի այնտեղ բան պահածների։ Այդ երբ է պատերազմի քարոզ եղել։ Կյանք ու կռիվ ֆիլմը ձեր համար պատերազմի քարոզ է։ Էլ պիտի չֆինանսավորվի նման ֆիլմեր պետական բյուջեից։ Բա ինչ ֆիլմեր պիտի ֆինանսավորվի։ Միայն Մել Դալուզյանի կյանքի մասին պատմող ֆիլմը։ Առաջնահերթություններ, ինչի մասին, այսինքն որ մենք ինչքան հանգիստ կարող ենք ադրբեջանցիների հետ ապրել, դա քարոզ չի, երբ որ Ալիևը ասում եմ 23 գերի ունենք։ Հիմա, այսինքն պետությունը մեզ ասում է պիտի փոխենք։ Մենակ սենց ֆիլմեր պիտի նկարենք։ Ինչքան խաղաղ կարող ենք ապրել ադրբեջանցիների հետ։ Երբ որ ունենք գերիներ Բաքվի բանտում, տեսնում ենք ինչ անմարտկային վերաբերմունք է, երբ որ ջերմուկի դեպքերից այդ կնոջ խոշտանգված մարմնի պատկերը իմ աչքի առաջ է։ Հիմա
Ինչի մասին պիտի քարոզեք։ Էդ եմ ուզում հասկանամ։ Այս բանը, եթե դենացիոնալիզացիա չէ, ի՞նչ է։ Ինչ է։ Հայաստանի Հանրապետության ուրվագծի եւ նրա պետականության շուրջ ուրվագիծը ինչ կենտրոնացում։ Համակեցություն քարոզելու ուրվագիծը լղոզում եք, Տիկին Վարդանյան 004 շրջաբերականով։ Ձեր դաշնակցության 004-ին խոսելու հնարավորությունը ես այնքան շատ բան ունեմ, բայց ես չեմ կարող բաներ ճճալ։ Ուրեմն դες չի ոչ այստեղ իդեպ ասեմ շատ քաղաքակիրթ բանավեճ է, ես ավելի ճճացող եւ բաժակներ շպրտացող բանավեճ եմ վարել, շնորհակալ եմ քաղաքակիրթ։ Հա, ուզում եմ շատ բաներ կան իհարկե, բայց երևի կենացից սկսենք։ Ես երբ որ ասում եմ կենաց, այս բանը եմ իմ չայլոց առաջի անգամ ասում կենաց այս եթերում, բայց կարող է ասած լինել նաեւ մինչեւ այս պահը։ Նկատի ունեմ մոտորապես այն, ինչ դուք ասացիք, որ կարանք ունենանք կուսակցական ծրագիր, որը սակայն երկրի արտաքին քաղաքականությունը չէ։ Կառավարության ծրագիր չէ։ Երբ որ մենք ասում ենք, ի նկատի չունենք որևէ ոգուց, էթոսից կամ գեղեցիկ ձևակերպումից զուրկ տեքստ։ Մենք ի նկատի ունենք, որ կենաց չէ այն, երբ այդ գեղեցիկ տեքստը նաև կոնկրետ քաղաքականություն կարող է դառնալ։ Այսինքն, երբ մենք ասում ենք, որ այս պետությունն է այն վայրը, որտեղ պետք է ստեղծել հաց, այսինքն բարեկեցություն, նաև բարեկեցություն առավել լայն իմաստով, մենք կոնկրետ քաղաքականությունների միջոցով ենք դրան հասնելու։ Հետևաբար մեր այդ լոզունգները, որոնք որակվում են որպես կենաց չեն, որովհետև մենք կոնկրետ քաղաքականություններով դրանք իրագործելու ենք։ Մինչդեռ ազատ անկախ միացյալ Հայաստանը Սևրի պայմանագրով եւ իր քարտեզով համակցությամբ, այ դա կենաց է, որովհետև դուք եք ասում, որ դուք դա չեք պատրաստվում պետական քաղաքականության վերածել։ Մենք դա նկատի ունենք կենաց։ Մեղադրանքը այն է, որ դուք մարդկանց զրկում եք երազանքներից, ազգային նպատակներից, հայրենասիրությունից եւ ասում եք ապրիր Չէ, մեղադրանք իրականացնելն էր, դրան կարող ենք պատասխանել դաշնակցության հանգիստ դրան հակընդեմ ինչու պետք է դաշնակցությանը ես հանգիստ թողնեմ, ես չեմ հասկանում։ Ինչու պետք է հանգիստ թողնեմ, եթե ես կարծում եմ, եթե շատ Վարդանյան մի ընդհատեք, ես կարծում եմ դաշնակցությունն է մեղավոր, մեր բոլոր դժբախտությունների մեջ ինչու պետք է հանգիստ թողնել։ Պատերազմի, բան ցեղասպանության։ Այո, հայ դատականությունն է մեղավոր, Աջապահյանի ասելով ընդ ցեղասպանության մեջ այո, նա է ասել, որ միջղայնացեք սխալ բաներ եք ասում։ Նա է ասել, որ հայ առաքելական եկեղեցին ապահովում էր հայերի կյանքը 300,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Սպասեք, ավարտեմ ինչ է ասենա ձեր մասին, դաշնակցության մասին, եւ դուք ապարզապես սարսռում եք, որ սա բարձրաձայն որևէ մեկը եւս երկրորդ անգամ կարտաբերի եւ ասում է, որ եկան կուսակցությունները եւ տեղի ունեցավ ցեղասպանությունը։ Չէ՞ որ հայ առաքելական եկեղեցին հայերի ինքնությունը, ինչպես Տիկին Վարդանյան ասում է, դուք ինքնությունը քանդում եք, պետությունը պետք է զբաղվի ինքնության պահպանությամբ։ Հիմա սրան էլի կանադառնամ, բայց եթե ինչ ժամանակ տրամադրեք, ես չեմ կարողանա պատասխանել, եթե ժամանակ չունենամ։ Ուրեմն ասում եմ, մենք 12, 13, 14-րդ եւ այլն բոլոր դարերում պահպանում էինք ինքնությունը 300,000 քառակուսի կիլոմետր հենց ինչ լավ է հնչում հայերի, եկան կուսակցությունները եւ տեղի ունեցավ ուրեմն ցեղասպանությունը, հա։ Բայց ես դաշնակցությանը մեղադրում եմ մեր այս վերջին նորանկախ հանրապետության, որ ձեր գաղափարախոսությունը, ձեր Աջապահյանն է ձեզ մեղադրում, ես ձեզ 004 շրջաբերականի մեջ եմ մեղադրում, որ դուք պատրաստ եք Հայաստանի ինքնիշխանությունը զոհել կայսրությանը։ Դա կատարյալ սուտ չէ եւ նաեւ դուք անձամբ ասել եք, որ Հայաստանի Հանրապետության սահմանները անցնում են այնտեղով, որտեղ կանգնած է Հայաստանի Հանրապետության զինվորը մի բանաձևում, որը Ալիևը փոխարել է դաշնակցությունից։ Սովորել է։ Դաշնակցությունից ինչ լսել է, հիմա դաշնակցական Ալիևն է դաշնակցական։ Պատասխանում է մեզ, բայց ասեցի մի բանի պետք է անդրադառնամ, ինչն էր դա։ Թույլ տանք երևի Տիկին Վարդանյան ձեզ պատասխանի։ Համոզված եմ ինձ նյութ կտա։ Նախ ուզում եմ արձանագրել, որ իշխող ուժի ներկայացուցիչ դաշնակցությանը մեղադրեց ցեղասպանության մեջ, ամեն բատի մեջ ինչ եղել է։ Բոլոր դժբախտությունները։ Չէ, դե հետո փորձեցիք սրբագրել, բայց դա ուղի եթերով արդեն կա։ Աչա Միքայել Սրբազանի խոսքը, դա իմ ու ձեր հիմնական տարբերությունը։ Ես ընդունում եմ, որ մարդը, այդ թվում նաև իմ շատ սիրելի կուսակցության, որի գաղափարները ես լրիվ կիսում եմ, դա կարող ունենա տարբեր մոտեցումներ, հնչեցնի շատ սուր քննադատություն, որ ես համաձայն չեմ, ասել է լավ արել, իր տեսակետն է, իր բանն է, ինքն էլ մեր այլ կառույցի ներկայացուցիչում դերն է ավելի բարձր գնահատում, ինքնության պահպանման մեջ։ Ոչ մի խնդիր ես չունեմ դբանի հետ, այսինքն ասելա ես ինչ անեմ, ասելա իր տեսակետն է, ես այդպեսի բան չասեցի, ասի Աջապահյանի, իսկ եթե ես եմ ասում, այդ թվում զրույցների ընթացքում բան եմ անում, կարող եմ դա քննարկել, բայց հաստատ այդ մարդուն դրա համար չէի ձերբակալի, ի տարբերություն ձեր ուժի։ Գիտեմ որ դրա համար չի, բնում մեր դաշնակցության նկատմամբ ասած վատ բանի համար ձերբակալի։ Նիկոլ Փաշինյանի քննադատության համար։ Դրա համար չէի Հիմա այդ եմ ասում, իմ ուժին քննադատելու համար, եթե իշխանություն լինեի, չէի ձերբակալի այդ մարդուն ենթարկեին ամեն ինչին, ինչ որ լինում է։
բարեկալանա, որ վերաշարժման կոչի, որ դա ձեր դատախազությունը ասել է, որ որևէ հանցակազմ չկա։ Երբ ասել է առաջին անգամ ասել է լավ մարդը որ բողոքված է, հիմա էլ դուք եք ինձ ընդհատում, կարող եք բանը չընդհատեմ, եթե դուք արդեն այդ պրակտիկայի հիմքը դրեցիք։ Հիմա ես ձեզ ասեցի, մի ջղայնացեք, սխալ բաներ եք ասում։ Հիմա եթե Աչապահյանի կոչը, Միքայել Սրբազանի կոչը իշխանության զավթում է, համանդրական կարգի տապալում է կոչը, որին ոչ մի գործողություն չի հաջորդել, ինձ խնդրում եմ բացատրեք գաղափարական ձևով Նիկոլ Փաշինյանի կոչը, որով դատարաններ են շրջափակվել, չեն թողել, որպեսզի դատավորներ մտնեն, դա ինչ է, եթե ոչ համանդրական կարգի տապալում։ Հիմա վերադառնալով ես չասեցի, որ Դաշնակցությունը գա իր ծրագիրը չի, ես ասեցի Դաշնակցությունը եթե գա իշխանության, գնահատելով այդ պահի իրավիճակը, առաջարկելու է իրատեսական կառավարության ծրագիր։ Էտա, ես չեմ հասկանում, դուք ինչ խնդիր եք ստեղծում։ Որը լինելու է միանալ միութենական պետությանը։ Ոչ, դուք եթե ուզում եք այդքան, եթե էտա ձեր բանը ծրագիրը, ի վերջո ինձ թվում է վերջը դուք եք մեզ այդտեղ հասցնելու, չգիտեմ, կամ այն մեկին միանալու։ 004 շրջաբերականը, գիտեք, այն կեղծիքներից հետո որ բացահայտվեց ձեր դատախազությունը ինչ է անում, ու Civic-ի պատվալներում ստեղծված նյութերը ոնց են ստեղծվում։ Ես մի քիչ կամաչի այդ արգումենտացիայից, էլի։ Այդ 004 շրջաբերականի մասին ձեր պնդումները այնքանով են ճիշտ, ինչքանով ճիշտ է այն, որ Սրբազանը ուզեցել է գյուլել տարբեր պաշտոնյաների։ Վերջ ուղղակի այն նրա բանը կար, ձայնագրությունները մենք կարողացանք տեսնել։ Նույն որակի գործեր եք դուք հրապարակեք։ Սրան ձեր գործընկերոջը, դուք երբ որ ՔՊ-ի բոլոր շրջաբերականը հրապարակեք, այն ժամանակ կարողանաք ուրիշ կուսակցության ասել ներքին։ Ձեր գործընկերոջը իդեպ հրավիրել ենք, որ գա տեսնի Ռուբեն Ռուբինյանի մասին է խոսքը Արծվիկ Մինասյանը, բայց պայմանով որ հետո դուրս գա չի կարողանալու սխալ բաներ ասի։ Եթե ուզում եք խաղաղության պայմանագիրը կարդալուց հետո դուրս եկաք սկսեցիք միֆեր հորինել դրա մասին։ Ես կրկնում եմ այն ինչ որ ասել եմ այդ պայմանագիրը տեսնելուց հետո եւ պարզվեց որ բոլոր պնդումները, որտեղ մենք գրավոր հայտարարություններ ենք տարածել ռևանշիզմի դեմ բոլոր պնդումները, որ ասել ենք, իրականություն եղել, փաստվել է։ Ես ասել եմ Ադրբեջանի ձևակերպումով ռևանշիզմի, որը ձեր մոտ բան արել, պայմանագրում ձևակերպվել է բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ։ Եվ ես ասում եմ, որ այդ կետը Ադրբեջանի պատկերացած ռևանշիզմի դեմ պայքարի կետն է, այսինքն, երբ որ դուք ասում եք նույն անում ենք մենք ռևանշիզմի դեմ, մեր դեմ է պայքարը, նույն անում եք ահաբեկչության դեմ։ Ահաբեկչական միջոցների հետ ես ասում եմ, որ այդ կետը ամրագրվել է, ես նման բան չեմ ասում, ես ասում եմ բոլոր հայերը, ովքեր ծառայել են Արցախում, ովքեր հետապնդել են ինքնորոշման իրավունքը, ովքեր հիմա խոսում են Արցախի վերադարձի համար, Ադրբեջանի համար ռևանշիստներ են եւ այդ կետի շրջանակներում էլ հենց այդ ուժերի դեմ հիմա էլ պայքար ընթանում, հայ առաքելական եկեղեցու դեմ հենց հիմա այդ կետի շրջանակներում պայքար ընթանում եւ Ադրբեջանի համար, այո, մենք ռևանշիստներ ենք, այլ պատճառ, դուք ինձ հիմա պետք է պատասխանեք, այլ պատճառաբանություն, որ ահաբեկչության, բռնի ծայրահեղականություն կոչվածի դեմ պիտի հատուկ կետ լինի։ Այդ ինչ տենց անհրաժեշտություն կար, բա ինչի թմրադեղերի ապօրինի շրջանառության մասին կետ չեք դրել։ Սահմանադրությունը երկրների արդեն այդ օրենբանը կարգավորում է։ Ինչի Ադրբեջանը բանակցե, պնդե, այդ կենտրը տարբեր ձևակերպումներով, որ այդտեղ լինի։ Այդ ինչի մասին կետ է։ Այդ ծայրահեղականություն ասելով Ադրբեջանը ինչ նկատի ունի։ Ես գիտեմ մենք ինչ նկատի ունենք, դա ուրեմն այնտեղ հարևան երկրում ծլող խոսիչների եւ այլևի հիվանդ հասարակություն մեզ ասել է զսպել եք 5-րդ դասանի դասագիրքը իրաց տեսել եք նույնի դեմը առնենք, բայց դուք ասել եք, այնտեղ գրված է որ ռևանշիզմի դեմ ասել չեմ ասել, այդ բառը դուք արտաբերել եք, հիմա ասում եք տեքստը բացեցի, տեսա ահաբեկչությունը, դա է դա։ Ես հիմա եմ դա ասում, Ադրբեջանը ամրագրել է այդ կետում իր պատկերացրած ռևանշիզմի դեմ պայքարը։ Ոչ ոք գիտեք, որ իր մտքում տենց միտք կա եւ կա։ Դուք այլ բան եք ասել, այլ բան։ Այլ բանը, որ ես ասել եմ, որ սրան հակասում է, հիմա եթերից հետո կդնենք, կտեսնենք ով այլ բան ասել։ Մենք գրավոր հայտարարություններ ենք տարածել, հասկանում եք։ Մենք հասկացել ենք հարցազրույցներ եք տվել։ Ես հիմա եմ ասում, Ադրբեջանը այդ պայմանագրում, համաձայնագրում ամրագրել է իր պատկերացմամբ ռևանշիզմի դեմ պայքարի կետը, այդ կետի շրջանակներում հիմա մեր դեմ ինչ կատարվում է, այդ կետի շրջանում նույնը պնդում եմ ես դուք պիտի ինձ ցույց տաք, որտեղ ես ասել եմ, այնտեղ գրված է ռևանշիստ բառը, այդ կետը կգտնեք, ցույց կտաք, ես իմ խոսքերից չեմ հրաժարվում, էլի, այդ բանը, այդ որ զինվորն է սահմանը այդ խոսքից է չեք հրաժարվում, թե հրաժարվում։ Եթե սահմանը դեմարկացված, դելիմիտացված չի, ո՞րն է սահմանը։ Սենց եթերով չեք ասել եք ՀՀ տարածքը։ Ես ասել եմ, եթե սահմանը կանգնած է զինվորը։ Լսեք, ես հիմա դա էլի ասում եմ, եթե սահմանը դեմարկացված ու դելիմիտացված չի, դրա հակառակ հայտարարությունը ո՞րն է, այսինքն մեր զինվորը մեր սահմանին կանգնած չի։ Հա? Որոշ տեղերում մեր զինվորը մեր սահմանին կանգնած չի, հետա կանգնած, պետք է գա սահմանին կանգնի։
որոշել արծվաշելու մեր զինվորը կանգնած չի։ Երբ որ սահմանը կստակացնենք, ասեք, էս է սահմանը փոփոխվում։ Ես զարմանում եմ, այդտեղ ինչ դարակազմիկ բան հայտարարություն կա, ի՞նչն է այդ հայտարարության խնդիրը։ Մեր սահմանները, այդ թվում նաև Վրաստանի հետ դեմարկացված, դելիմիտացված չեն, բայց փաստացի գործով սահմաններն են կանգնած, բա ի՞նչ է, դա սահման չի։ Այնտեղ այդ սահմանը մենք չենք հատում։ Բա ո՞րն է մեր սահմանը, այսինքն դուք եք ասում, որ մենք սահման չունենք։ Եթե դեմարկացված դելիմիտացված չի սահման չունենք, Վրաստանի հետ մենք հիմա սահման չունենք։ Մենք մեր սահմանը միլիմետրի ճշգրտությամբ գիտենք։ Հայաստանի կառավարող ուժը միլիմետրի ճշտությամբ իր սահմանը գիտի։ Այդ դուք տարբեր քառակուսի կիլոմետրեր հայտարարելով եւ 29740 դրանից առաջ մի հատ ուրիշ թիվ էիք ասում եւ այդ թվի հետ ոչ մի խնդիր չունի։ Կարողանում եք պաշտպանել այդ սահմանը։ Մեր խնդիրը դրա հետ է։ Այդ սահմանի թվի հետ որևէ խնդիր որևէ մեկը չունի։ Ասում եք պաշտպանեք այդ սահմանը։ Ասում եք միակողմանի զիջումներ մի արեք։ Էդ է այդ բանի հարցը, ձեզ հնչող մեղադրանքները։ Դուք անդադ պատտվում եք, գալիս եք ասում եք, չգիտեմ, մեզ մեղադրում եք ձեր մտածածի մտքերը սպասարկելու մեջ, անկախ նայած այդ կայսրությունը այդ պատվերը ձեզ ուղիղ տվել է, թե չէ, կայսրից դուք դարից ավել այդ օրակարգը եք սպասարկում։ Հիմա անցանք արդեն չհիմնավորված բաների, մեղադրանքների։ Դուք իշխող ուժի ներկայացուցիչներն եք, ես արդեն հոգնել եմ այս մեր կապարանոց մեղադրանքներից։ Եթե ունեք որևէ փաստ, որ մենք որևէ այլ կայսրության շահ ենք սպասարկում, այդ փաստերով ես այս եթերից հետո պատրաստ եմ ձեր հետ գնալ դատախազություն եւ ներկայացնել հաղորդում հանցագործության մասին։ Գիտեք, շատ ծիծաղալի է, երբ ուշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ նստում են փրփուրը բերաններին, իր կուսակցությունին մեղադրում են ինչ որ այլ ուժերի սպասարկելու մեջ ինքնիշխանությունը, անվտանգությունը բան անելու, վտանգի տակ դնելու մեջ։ Դա պետական դավաճանության հոդված է։ Հատուկ մի քանի հոդվածներ կան։ Գնանք իրար հետ ձեր փաստերը ներկայացրեք։ Բայց մի հատ պարզագույն ճշմարտություն կա, որից այն կողմ չենք կարողանա գնալ։ Դուք ինչ որ մեզ մեղադրում եք, այդ կայսրությունները մեզ թշնամի են համարել։ Այդ կայսրությունների դեմ ամենասուր պայքարը դաշնակցությունն է տարել։ Այդ կայսրությունները այդ թվում նաև չընդունված է մեր ուժը դրա այդ պատճառով, այն պայքարի համար որ բան արել։ Մի հատ կբացատրեք ոնց է լինում, որ Թուրքիայից գալիս է ձեզ աջակցող բան, որ Հայաստանը թույլ չեն տա իշխանափոխություն։ Ոնց է լինում, որ Ադրբեջանում կա ձեր ղեկավարի մասին երգ։ Ոնց է լինում, որ ադրբեջանցիները տեսնում են Նիկոլ Փաշինյանին, ուրախանում են, ասում են մեր տղան է։ Այդ ոնց է լինում, որ այն ով որ թշնամի է համարում դաշնակցությունը դառնում է իր շպիոնը, ձեր մասին որ երգ կա, ձեզ աջակցում են ուղիղ տեքստերով, դուք ոչ մեկի գործակալ չկա։ Ի վերջո դուք ոնց եք մի երկրում իշխանություն, այդ ինչ իշխանություն է, կամ լավ sense հարցնեմ, որ բոլոր քաղաքական ուժերը գործակալներ են, ով ձեզ քննադատում է, եկեղեցականները գործակալներ են, այլ կուսակցություն, այլ տերությունների շահեր սպասարկողն են, դուք սրբեր եք։ Ոնց եք դուք տենց իշխանություն։ Այդ գործիքակազմ չունեք, դատախազում չեք կարող ասեք բանանի գործառույցի։ Այդ մեր կապարանոց հայտարարությունով չի է, Մարիա Կարապետյան, փաստ ունեք, գնանք դատախազություն, կամ էլ մի քիչ ավելի ուղիղ ասեք, որ գոնե ձեզ դատի տալու հնարավորություն ունենանք։ Ուղիղ կասեք։ Տիկին Քրիստինե Վարդանյան, հերթով կանք։ Ուրեմն նախ ես ինչպես հասկացա, հիմա բայց կնեք դուք կպատասխանեք, հիմա Տիկին Կարապետյանի խոսքից հետո մենք կսկսենք ամփոփել, յուրաքանչյուրին կտրվի 1-2 րոպե ժամանակ, որովհետև մենք 1 ժամից ավելի խոսում ենք ամփոփման համար։ Խնդրեմ ձեր պատասխանը եւ շրջաբերականը Ադրբեջանում, որտեղ մենք վերահսկողություն չունենք, հա, երկի մասին չէ։ Թուրքիայում, այսինքն դրսում կատարված բաներ չեմ ես ձեզ վկայակոչում ու խնդրում բան, պարզաբանում։ Դա ձեր պրոդուկտն է, 004 շրջաբերականը, ձեր պրոդուկտն է, չէ, դուք sense եք ասում։ Մի վարքյան, ինչ ասեցիք դուք, ասեցիք, ուրեմն հիմա քրեական գործերը որ կան, այնտեղ ինչ որ մեկը մի արտահայտություն է արել, հետո հրապարակվեց ամբողջական ձայնագրությունը, ստեղծվեց կոնտեքստ։ Հիմա եւ սա ասեցիք 004 շրջաբերականի համատեքստում, այսինքն դուք չեք հերքում, որ այդ նախադասությունը կա, որ պատեհ պահին միանանք Ռուսաստանի միութենական Այսինքն չկա սա այդ ձեր շրջաբերական։ Բանակինում ինչու եք ասե կոնտեքստից կտրված է սա եւ հիմա ինչու պարալել տարավ ուրեմն քրեական գործի մարդկանց գյուլելու եւ դրա կոնտեքստի ի հայտ գալու հետ։ Ուրեմն զուգահեռը ինչու՞մն էր, եթե առհասարակ այս նախադասությունը պնդում եք, որ չկա, բայց ես համոզված եմ, որ կա, այս էլ դուք եք։ Ուրեմն եկեք լսենք Տիկին Կարապետյանին, ավարտի ու սկսենք։ Պատեհ տեքստում էլ չկա։ Պատեհ բառը չկա, բայց գրված է, որ հնարավորության դեպքում պետք է Հայաստանը մեկ ընդհանուր միության շրջանակներում Հայաստանը իր տարածքով նաև միանալով այդ միությանը Լեռնային Ղարաբաղը փրկի, այդ է գրել ձեր բանի մեջ։ Հա, հիմա գիտեք ինչ կա, կարող է բարերի ընտրության հարցում ես սխալվում եմ, բայց ընդհանուր կոնցեպտը է դա, որ միութենական պետությանը դուք կողմ եք եւ խնդրում եմ պատասխանելիս անպայման Գյումրու քաղաքապետի արձանագրմանն էլ արձագանքեք, որովհետև ուղիղ կոչով դիմել է բոլորին, ասում է ով միութենական պետությանը միանալու կողմ չի,
ուրեմն Թուրքի հպատակ է։ Հետաքրքիր է այստեղ նաև գիտեք որներ, որ Աջապահյանի նկատմամբ ինչ ներողամտություն ունի Դաշնակցությունը։ Այդ նրանից է, որ ինչպես իր կուսակցական ծրագիրը առած բոլորին տենց դիսցիպլինա է ենթարկում, այդպես էլ այդ մի կողմն է, որին չեն կարող պատասխանել, չեն կարող շրջվել ասել, որովհետև այդ քաղաքական միտքը Աջապահյանի քաղաքական միտքը Դաշնակցության քաղաքական միտքի ծնողն է, դրա համար այդ կողմ չեն կարող շրջվել, հետեւաբար պատրաստ են ուրեմն ներողամտորեն այդ քննադատությունը լսել Աջապահյանից եւ ծպտուն չհանել, այսինքն հայոց ցեղասպանության մեջ կուսակցությունների մեղավորության նախադասությունը լսել Աջապահյանից ու դրան չպատասխանել։ Եվ ռևանշիզմի պահ ուրեմն նույնպես ֆիքսեցինք, որ ուրեմն չկա խաղաղության պայմանագրի մեջ, մինչդեռ դուք պնդում եք, որ կա, հիմա ձեր խոսքը փոխել եք, ասում եք, որ ես այդ չեմ ասել, որ կոնկրետ այդ բառը մեջը գրված է, կնայենք ձեր նախորդ հարցազրույցները, կտեսնենք շատ մեծ համոզմունքով, միշտ ասել եք, որ ռևանշիզմի դեմ պայքար է գրված խաղաղության պայմանագրում։ Պայքարի մասին կետ կա։ Հիմա ասում եք, չեմ ասել բառացի, հա, պայքարի մասին կետ կա։ Չեք ասել, որ սա իմ ինտերպրետացիան է, ես տեքստը կարդացել եմ, այդպես եմ ընկալել։ Մեր ժողովրդին ներշնչել եք եւ մտածել եք մինչեւ խաղաղության հրապարակի ստորագրումը կամ հրապարակումը, որը գուցե էլ տեղի չունենա, մի բան կլինի, մի բան կանենք, էլ ոչ ոք չի իմանա, գրած էր այդ պայմանագրի մեջ վերջի ռևանշիզմ բառը։ Դե գրած չէր, պարզվեց, որ գրված է ահաբեկչության դեմ պայքար եւ ծայրահեղականության դեմ պայքար եւ Տիկին Վարդանյանը այլ ավելի լավ բան չունի ասելու, քան որ ինքը դրա տակ հասկացել է, որ Ալիևը ուրիշ բան է ուզում անել եւ իմ վերջին հարցը ես շատ եմ ուզում, որ դուք մի հատ բարձաբանում մտցնեք, թե ինչու դաշնակցականները ազգային ժողովի падգամավոր դառնալիս չեն տալիս այս պետության բարձրագույն մարմնի երթումը եւ դաշնակցական երթումն են տալիս։ Այսինչ պետության արժևորում է, որտեղ կուսակցության երթումը, որը Միացյալ Հայաստանի մասին է, որ այն լինելու է ապագայում, այսօր չկա, ինչու են այդ երթումը տալիս։ Եվ ինչպես չէ դա, ուրեմն նսեմացնում Հայաստանի այսօրվա հանրապետության բան կար, որ ուղղակի խուսափենք բարձ հարցերի պատասխանից։ Այս 1-2 րոպեն է արդեն վերջնա։ Չէ, պատասխանեք, հետո մենք 1-2 րոպեն կանցնենք։ Ես 004 ասում եմ, եթե դուք փաստ ունեք, ձեր որ 004 կոնկրետ թուղթ եք նշում, գնանք իրար հետ դատախազություն։ Ես էլ ոնց ասեմ ուղղ, դու ձեր CV-ք ինչ-որ բան հրապարակել, մեր ամբողջ խնդիրներն է, որ մի քիչ ունենք ազնվություն եւ 100 անգամ նաև ազգային ժողովի անվանումից ասում եմ, այո, դաշնակցությունը ունի 004 շրջաբերական, մենք չենք կարող հերքել, որ այդ թվով շրջաբերական ունենք, բայց դրա բովանդակությունը եւ ինչ որ դուք եք մեզ մեղադրում, չեն համապատասխանում իրար։ Ու այո, ինչպես ապացուցված արդեն ցույց եմ տվել, դուք գործերը ոնց եք կտրում կպցնում, այլ բան ստանում, նույնը արել եք դաշնակցության նկատմամբ, ի՞նչն է տեղ զարմանալու։ Այո, դաշնակցությունը 004 էլ չէ, անցած շրջանում 4 տարին ունեցել ենք 300 շրջաբերական։ Ու ամեն 4 տարում ոչ դաշնակցությունը, ոչ դաշնակցությունը միութենական պետ Հայաստանը միութենական պետության մաս դարձնելու ծրագիր չունի։ Ուրեմն թրքի հպատակ է այս Գյումրու քաղաքապետի։ Ես չգիտեմ, Գյումրու քաղաքապետը ոչ իմ կուսակցության ներկայացուցիչն է, որ ես ոչ ես պատասխանատու եմ իր բոլոր հայտարարությունների համար, գնացեք իրեն հարցրեք ինչ է նկատել ունեցել, մանավանդ որ ես չեմ լսել։ Ինչեք ինձ գալիս բանանում։ Ինչ ենթադրում է Միքայել Սրբազանին պատասխանելու մեջ։ Ես կաշկանդված եմ միանակ նրանով, որևէ մեկին պատասխանում, որ մարդիկ բանտում են։ Ես որևէ կաշկանդված չեմ ու դաշնակցությունը շատ հստակ ով է կազմակերպել հայոց ցեղասպանությունը, ում պատճառով ա եղել։ Այդ ձեր համար հստակ չի։ Դա Թուրքիան է։ Մենք տեղ ոչ մի այլև այլություններ, բանի կարիք չունենք։ Այդ դուք եք որ դաշնակցությանն եք մեղադրում նման աղետի մեջ։ Այդ դուք եք որ դա թուրքական նարատիվն եք կրկնում։ Այդ դուք եք որ ասում եք այն ինչ որ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է ասում։ Մենք տեղ հարց չունենք, որովհետև ոնց ասեմ, դրա միջով անցել ենք ու ծանր դասերը քաղել ենք։ Մենակով եք անցել։ Մեր ժողովրդի հետ, ինչի՞ մենակով, ով ասաց մենակով, դուք ինչ պատկերացնում եք, ինչ հարց թողեցի, որ բաց թողեցի, ինչ հարց կար, որ բաց թողեցի, եթե այլ մեղադրանք կար։ Հա, երթումը, падգամավորական երթումը, դրա փոխարեն կուսակցության տարել են, մի հատ փաստաթուղթ են ստորագրել, հա, ռևանշիզմ, ես կրկնում եմ, Ադրբեջանի ասած ռևանշիզմի դեմ պայքարի կետը այդ պայմանագրում կա։ Դուք, եթե հակառակն եք պնդում, բացատրեք այդ ծայրահեղականության դեմ պայքար ասելով, ինչի դեմ եք որոշը պայքարեք։ Ես այս բանում փետրվարին Արադ Միրզանին հարցրել եմ, կաթողիկոսը ձեր համար ռևանշիստ է, Ադրբեջանի պատկերացումով, ու այն փաստաթղթով, որով դուք բանակցում եք ու ստորագրում եք իր դեմ արշավ ալնելու։ Հետո արշավը տենց շատ պատահական տենց եղավ կաթողիկոսի դեմ։ Ծայրահեղականություն ասելով ինչ նկատի ունի։ Համաձայնեցրել եք, դուք պիտի մեկնաբանեք, ասեք ծայրահեղականությունը ինչ է։ Արցախի համար, Արցախի հայերի վերադարձի իրավունքի համար հանրահավաքանունը ծայրահեղականությունա թե չէ։ Որպես բանակցային խորք։
որպես բանակցային խոր ոչ թե մարդկանց հավաքել եք հրապարակում, բանակցային խոր կապահովելու համար։ Եվ բանակցային խորքի հետ ես այո նվազագույնը բանակցային խորք է ինչ կա դուք ինչ եք առաջարկում շարլատանություն առնվազն լսեք մարդկանց եկեք դիտակավորումների չանցնենք ես այդ դաշ չեմ ուզենա մտնեմ չեմ կարծում բան կլինի էլի այդպես հաղթող տղտուց կգա ես բարձ բան եմ ասում եմ խոսում Տիկին Վարդանյան բափաս եթե փաստը սխալ եք ասում ինչ ասեմ հիմա ինչ խնդիր կա այդ բանակցային խորքի հետ այսինքն դուք ջնջում եք լրիվ ասում եք չէ մենք չենք պաշտպանելու մեղադրում եք նրան ովքեր ասում են գոնե դա բանակցային սեղանում բերելը կօգնի մեզ եւ ժամանակ ունենալ եւ բանակցային խորք էս ինչ դրամաբանությունն է հիմա էլ եմ կրկնում դա նվազագույնը բառացի կրկնում եմ ինչ որ ասել եմ դուք ինչ չեք կարող մեղադրել որ մի բան ասելու հետո ուրիշ բան ասելու դա նվազագույնը բանակցային խորք է մեր համար էլի կրկնում եմ եւ պնդում եմ որ դա պիտի լինի երթման մասով էս ինչ պատմություն եք սարքել ուրիշ մեղադրանք չկա Ես չգիտեմ, օրենք կա որ սահմանափակում է որ նախ նենց չի որ դաշնակցականները չեն տվել այդ երթումը ամեն մեկը բայց ազատ է անհատը իր երթման տեքստին ավելացնել, պակասեցնել, Աստրամ Կրպեյանը լրիվ ուրիշ երթում է տվել դաշնակցական չի տենց է պատկերացրել չգիտեմ ձեզնից կա մարդիկ որ մի բան ավելացրել է, պակասացրել է ես տվել եմ սովորական երթումը ինչ պատմություն եք սարքել այսինքն տենց հակապետականության ուրիշ բան չգտակ ասեցիք այս երթումը շատ կարևոր խորհրդանշական պահ է երբ որ ժողովրդի առջև երթում եք թե ինչ եք անելու խորհրդանիշերից եք խոսում մի հատ ավելի པարզ բան կասեք ոնց ենք մենք ինչու ենք մենք խոսում նոր սահմանադրության մասին զուգահեռ նրան երբ որ Ալիևն է դա պահանջում երբ որ ամեն ինչ փոխադարձա դուք էլ հայտարարել եք որ Ադրբեջանում կա սահմանադրության մեջ խնդիր մեր տարածքների հետ կապված այնտեղ սկսվել է սահմանադրության փոփոխության գործընթաց հիմա այս հարցերին փոխանակ պատասխանեք եկել ինչից եք խոսում իսկապես ես ուզում եմ ֆիքսենք ուղղակի վերջի 2 րոպեին էլ եմ դա ֆիքսելու sense ոնց որ ասում եմ որ դուք ոչ մի հարցի այս թղթով ոնց եք բերել խաղաղություն ինչ տարածքային ամբողջականություն է ճանաչել որ քարտեզով ոնց է հիմա խաղաղությունը կայացած փաստ էլ ինչ ուրիշ օրինակներ կան աշխարհում sense խաղաղության ոչ մի բան չեք կարողանում բերել դաշնակցության մեղադրանքներն մերկապարանից շնորհակալ եմ Տիկին Կարապետյան եթե արձագանքելու ցանկություն ունեք խնդրում եմ ասելու խաղաղության օրինակները դուք թվարկեցիք ինձ հակադարձելու համար ասում եք այն երկրների միջև ահա տեսեք խաղաղություն է բազում խնդիրներ ունենալով եւ ես համաձայն եմ դրա հետ մենք հաստատել ենք խաղաղություն բոլոր խնդիրները հերթով կլուծենք եւ այդ խաղաղությունը կինստիտուցիոնալիզացնենք ուրեմն հետաքրքիր բան եք ասում եք եկեք գնանք դատախազություն հետո երբ ես չեմ պատրաստվում էլի տենց գնամ դատախազությանը ասեմ ինչն է հանցագործություն ինչը ոչ բայց երբ դատախազությունը այդ որոշումը կայացնում է ասում եք որ ահա ապօրինի հետապնդման ենթարկեցին մեր գաղափարախոսության համար Այն ինչը 004-ի մեջ եթե այդ տեքստի մեջ որևիցե հանցագործություն տեսնի, դատախազությունը երբևէ ձեզ կդիմի այդ առնչությամբ, բայց կոնկրետ օրինակ ձեր կուսակցականը, որը ժողովրդին անասուն անվանելով այդ 004 ուզում էր իրագործել, այսինքն Հայաստանը ժողովրդին անասուն բառ ու բան ասեք անուն ազգանունով ով անվանել։ Ում անձեռնմխելիությունից զրկեցինք, ձեր կուսակցությունից չէ։ Նախ ոչ եւ երկրորդը ոչ, ինքը նման բան չի ասել։ Ինչ եք խոսում։ Ոնց չի ասել։ Հենց տենց։ Ոնց չի ասել։ Հենց տենց։ Այսինքն ինչ եք Ես դա հրապարակել եմ իմ էջում։ Կներեք, ես ձեր էջի ֆանը չեմ, բայց պետք չի իմ էջի ֆանը լինել, բացառապես ուզում ասեմ դա հրապարակված ոնց որ երկաթի արգումենտ անել։ Բայց ես ոնց հասկացա լավ հետևում եք իրար։ Դատախազությունն է, ես կաշկանդված չեմ, ես դաշնակցությանը հետևում եմ, ուսումնասիրում եմ եւ միշտ քննադատելու եմ այդ բանի պատճառով, որ մի բան գրենք, մի բան անենք ու տենց երկփեղկված փորձենք այս աշխարհում։ Եկեք ամփոփենք, խնդրում եմ, ես կպայեմ ժամը 1-2 րոպե սահման, խնդրեմ, քանի որ Տիկին Կարապետյանը սկսեց իր խոսքը, մեր հաղորդումը դուք սկսեք ամփոփումը։ Շատ լավ, սիրելի հայրենակիցներ, այս ֆորմատի բոլոր զրույցները մի պարզ պատճառով են, իմ մոտիվացիան մեկն է ցույց տալու համար, թե ինչպես ճորոն վերնագրեր մեջտեղ բերելով մարդիկ իրականացնում են Իլհամ Ալիևի պահանջները։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ ամբողջ խոսակցությունը իշխող ուժի տարբեր հարցեր հնչեցին դենացիոնալիզացիայի մեղադրանք, խաղաղություն իրականում չբերելու, իրականում ինչ հայտարարում են դրա հակառակ անելու, Ադրբեջանի պահանջները բավարարելու, ոչ մի դրան հակափաստարկ չկա։ Հակափաստարկը դաշնակցության պատմության ծրագրի ինչու չեք երթվում, ինչու չեք ապարում նման խոսույթով է։ Ես կրկնում եմ, ամփոփում եմ, ինձնից հետո կարող է իշխող ուժի ներկայացուցիչը պատասխանել։
Ինչ է զիջել Ադրբեջանը։ Դուք ասում եք բանակցությունների առաջին տարը հետևյալն է, կա փոխզիջում։ Ինչ է զիջել Ադրբեջանը։ Դուք ասում եք Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը գնացել է գրավոր, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով։ Ադրբեջանը որտեղ է նման հայտարարություն արել։ Ավելին, այդ թուղթը կնքելուց հետո դուք հայտարարել եք, որ կա խաղաղություն ու միջև այդ ասում եք կա օկուպացված տարածքներ։ Միակ նոր բանը այն է, որ այդ օկուպացված տարածքներին ասել եք, որ Հայաստանը դեռ ունի ադրբեջանական տարածքներ։ Երբ Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարություն արել ռելևանտ, թուղթի ամեն կետի մասին ես կարող եմ առանձին անդրադառնալ, բայց ամենակարևոր հարցը ասում են տարածքային ամբողջականությունը ճանաչվել է Ալմատայի հռչակագրով։ Ալմատայի հռչակագիրը կարող եք բացել կարդալ, այնտեղ որևէ քարտեզ, որևէ ուրվագիծ, որից ձախ ադրբեջանական զորքեր չեն կարող տեղակայվել, չկա Ադրբեջանն ամբողջ ընթացքում պահանջել, որպեսզի իրականացվի հատվածական սահմանազատում, սահմանագծում, արտաքին գործերի նախարարը, եթե բավարար էր Ալմատայի հռչակագրի ամրագրումը, ինչի են 4-5 փաթեթ ով առաջարկ ուղարկել, որպեսզի կոնկրետ թվականների քարտեզ ֆիքսվի։ Եվ դա չի ընդունվել։ Հիմա այս սրա ամփոփումը եւ որպեսզի Ադրբեջանի վերջին նախապայմանը իրականացնի սահմանադրության փոփոխություն, քանի որ այլ իրավական մեխանիզմ չկա, հայտարարել են 4-րդ հանրապետության մասին, որպեսզի կարողանան նոր սահմանադրություն ունենալ։ Այլ բացատրություն, թե ինչու մենք պիտի կործանենք այս ունեցածներ, ուղղակի տրամաբանական բացատրություն չկա։ Եթե կարող եք սրան պատասխանեք, դաշնակցության մասին կարող ենք երկար խոսել։ Շնորհակալ եմ 2 րոպե 15 վայրկյան դուք հնարավորություն ունեք խոսել։ Սիրելի ժողովուրդ, մենք որպես ժողովուրդ շատ երկար դարերով դեգերել ենք, տարագրության ենք դատապարտված եղել եւ մեր ուղերձը հետեւյալն է ձեզ եւ մենք ձեզ ենք ականջալուր եղել այս ուղերձը ձևակերպելիս, ձեզ ուշադիր լսել ենք, թե ինչ ուղերձ ունեք դուք մեզ, հատկապես մեր մեծ մայրերի, տատերի միջոցով, լսել ենք ձեր ուղերձ եւ այն ձևակերպել ենք խաղաղության օրակարգի միջոցով, իրական Հայաստանի օրակարգի միջոցով եւ ահա նաեւ 4-րդ հանրապետության հռչակման ճանապարհով գնալու միջոցով։ Այս ամենը նրա մասին է, որ մենք այդ դեգերումները, այդ տարագրությունը, այդ պանդխտությունը դրան ավարտ ենք դնում եւ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով զբաղվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարեկեցության կերտմամբ, այն ըմբռնմամբ, որ այդ բարեկեցությունը ներառում է երջանկությունը, ազատությունը, անվտանգությունը, խաղաղությունը։ Սրան ենք մենք ուրեմն այս ուղերձն ենք մենք դնելու ձեր դատին հաջորդ ընտրություններում եւ ակնկալում ենք, որ դուք կաջակցեք այն ուղերձին, որը դուք եք ձևակերպել։ Շնորհակալ եմ։ Դուք ունեք 1 րոպեից ավելի ժամանակ, եթե Շատ բարի, ուրեմն քարտեզների մասին խոսք գնաց, մենք միլիմետրի ճշտությամբ գիտենք Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները, նրանց ուրվագիծը 1974-ից 76 թվականի, 78 թվականի քարտեզներն են դրանք, Սյունիքինը 78-ը, Տավուշինը 76 թվականի քարտեզը, մյուս հատվածներինը 74-ից 78 թվականներին են կազմվել այդ մոտ 20 կտոր քարտեզները, որոնք մենք ունենք եւ միլիմետրի ճշգրտությամբ գիտենք մեր սահմանները որտեղով են անցել, այդ քարտեզները հերթապահություն են անցել 79 թվականին, այսինքն մի հատ էլ վերստուգվել են եւ դրանից հետո խորհրդային Հայաստանը այլ քարտեզ չունի, դրանք այն ամենաթարմ քարտեզներն են, որով ուրեմն խորհրդային միությունը փլուզվել է, իսկ խորհրդային միությունը փլուզվել է Ալմատայի հռչակագրով, որտեղ եւ ճանաչվել են գոյություն ունեցող սահմանները, իսկ գոյություն ունեցող սահմանները պետք է որ բացառապես նշանակեն, ուրեմն այդ վերջին քարտեզներով ամրագրված։ Դե եթե դուք զինվորի տարբերակն եք առաջ քաշում կամ Սևրի պայմանագիրը, որը գրել եք ձեր կուսակցության ծրագրում, ձեր այդ երկուսի հետ ոչ մի բան չի կարա մրցի, ձեզ կոնկրետ տարեթիվ չի պետք։ Ձեզ պետք է կամ Սևրին է, որ դուք գող լինեք, կամ զինվորն է պետք։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ։ Ես խոստանում եմ հեռուստադիտողներին, եթե որոշ ժամանակ անց դուք կրկին համաձայնվեք, մենք երկրորդ հաղորդումը կնկարահանենք, որովհետև հասկացանք, որ ամփոփումը դեռ վերջը չէ եւ ձեր բանավեճը վստահ եմ կշարունակվի թե մեր եթերում, թե ազգային ժողովում։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում մենք բանավեճ ենք հրավիրել իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգի շուրջ, բայց ինչպես նկատեցիք, բանավեճը դուրս եկավ եւ ներառեց նաեւ հարակից այլ հարցեր, մասնակցում են Մարիա Կարապետյանը, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եւ Քրիստինե Վարդանյանը, ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։